Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Նոր տարվա գիշերը աղջիկս հայտարարեց. «Դու այլևս չես կարող օգնել տան գործերում, դու դարձել ես ծանր բեռ, վաղը ես քեզ կտանեմ ծերանոց»։ Արդյունքներով փախա ավտոկայարան, այնտեղ մի երիտասարդ աղջիկ տեսավ ինձ, զանգեց ինչ-որ մեկին ու ասաց. «Հայրիկ, ես գտա նրան, այո, ես համոզված եմ»։ Ես չէի կարող պատկերացնել, թե ինչ է լինելու հետո։ Ընկերներ, բաժանորդագրվեք ալիքին և գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք մեզ լսում։ Հաճելի սում։ Տունը միշտ խոսում է տիրոջ հետ, եթե կարողանաս լսել։ Իմ տունը երկհարկանի ամուր մոխրագույն քարից, որը մահացած ամուսնուս հետ 10 տարի շինեցինք, վերջին ժամանակներս այլ կերպ է ճռճռում, ոչ քամուց, ոչ ծերությունից, այն ճռճռում էր օտարի ներկայությունից, ստից, որը ներծծվել էր այս պատերին։ Խոհանոցում կանգնած սեղանն էի սրբում, ձեռքերը սովորական շարժումներով էին շարժվում, բայց աչքերս ամեն ինչ նկատում էին։ Ահա օրինակ իմ սիրելի թեյի սպասքը, նուրբ ճենապակի, ամուսնուս նվեր արծաթե հարսանիքին։ Երեկ այն երևացող տեղում էր, բուֆետի ապակու հետևում, այսօր այն հետ են մղել ամենավերին դարակը, որտեղ առանց սանդուղքի չեմ հասնի։ Իսկ նրա տեղում կենտրոնում փայլում էին Անիի գնած էժան ճչացող գույներով գավաթները սուպերմարկետից։ Դա պատահական չէր, դա դանդաղ մեթոդիկ դուրս մղում էր ինձ իմ իսկ տարածությունից, որը պատկանում էր ինձ իրավունքով։ Անին մտավ խոհանոց առանց ողջունելու, անցավ իմ կողքով դեպի սառնարան, կարծես կահույք էր շրջանցում։ «Մամ, դու կրկին այստեղ խառնվում ես», ասաց յոգուրտ հանելով։ Մենք Տիգրանի հետ ուզում էինք նախաճաշել երկուսով, քննարկել ծրագրերը։ «Խոհանոցը ընդհանուր է, Անի», հանգիստ ասացի առանց դադարեցնելու սեղանը սրբելը։ «Այս տունը իմն է»։ Նա ֆշշացրեց, բայց լռեց։ Վերջին ժամանակներս նրանք Տիգրանի հետ մշակել էին տակտիկա, նրանք ինձ հետ չէին վիճում, նրանք ինձ անտեսում էին։ Իմ համար ես դարձել էի վարձակալ, ով չափից շատ է ապրել այս աշխարհում։ Նրանք մոռացել էին, թե ով է վճարում անշարժ գույքի հարկը, ով է վերենորոգում կաթսան, երբ այն փչանում է, եւ ով գիտի, թե որտեղ է ջուրը փակվում։ Նրանք ինձ տեսնում էին միայն որպես ծեր կնոջ, ով շատ տեղ է զբաղեցնում, բայց նրանք սխալվում էին գլխավորում, ես պարզապես ծեր կին չեմ։ Ես 25 տարի աշխատել եմ որպես գլխավոր գրագիր մարզպետարանում։ Իմ աշխատանքը համապատասխանություններ տեսնելն էր, նկատել, որտեղ ստորագրություն չկա, որտեղ ամսաթիվը հետին թվով է շտկված, որտեղ ձեռքը դողացել է։ Ես մարդկանց կարդում էի այնպես լավ, ինչպես փաստաթղթերը, եւ ես կարդում էի Տիգրանին, իմ փեսան, մարդ, ով ամբիցիաներ ուներ օլիգարխի, բայց աշխատավարձ միջին մենեջերի, վերջին շաբաթներին տարօրինակ էր վարվում։ Նախկինում նա հանգիստ քայլում էր հյուրասենյակով, բարձրաձայն խոսում հեռախոսով, որպեսզի ես լսեմ, թե ինչ կարևոր հարցեր է լուծում։ Հիմա նա խոսում էր ավտոտնակում կամ փակվում էր լոգարանում, ջուրը բաց թողնելով։ Ես տեսնում էի, թե ինչպես էին վազում նրա աչքերը։ Նկատում էի մատների թեթև դողը, երբ երեկոյան կոնյակ էր լցնում իրեն, կոնյակ գնված իմ կենսաթոշակային խնայողություններով։ Իդեպ նա վախենում էր, եւ Անին գիտեր դա։ Երբ կարծում էին, թե քնած եմ կամ գնացել եմ խանութ, նրանք խշշում էին խոհանոցում։ Նրանց ձայները լարված էին, զայրացած։ «Մենք պետք է ինչ-որ բան որոշենք տոներին», մի երեկո շշնջաց Տիգրանը։ «Վախենում եմ, ես աշխատում եմ դրա վրա»։ «Մի ճնշիր ինձ», պատասխանեց Անին։ Նրանք խոսում էին վերանորոգման, կահույքի տեղափոխման, նոր հորիզոնների մասին։ Բայց երբ Անին ասում էր ապագա, նա երբեք չէր նայում իմ աչքերիս։ Վերջաբանը մոտենում էր, զգում էի դա մաշկով, բայց չէի սպասում, որ այն այդքան ցինիկ կլինի։ Ցերեկը լվացք էի անում, Տիգրանի ջինսերը հանելով զամբյուղից սովորության համաձայն ստուգեցի գրպանները։ Նա միշտ մոռանում էր այնտեղ չեկեր, մանրադրամ, կրակայրիչներ։ Բայց այս անգամ մատներս շոշափեցին ծալված գունավոր բրոշուր։ Չապիկին անբնական երջանիկ ծերուկներ էին ժպտում, ճոճաթոռներում նկարված մայրամուտի ֆոնին։ «Ոսկե աշուն» գրված էր վերնագրում, հասարակական ծերանոց տարեցների համար, արժանապատիվ ծերություն քաղաքային աղմուկից հեռու։ Ես գիտեի այդ վայրը, աշխատանքիս ընթացքում բախվել էի բողոքների այդպիսի հաստատությունների վերաբերյալ։ Ծերանոցը գեղեցիկ բառ էր, որտեղ տանում էին նրանց, ովքեր դարձել էին անպետք։ Տեղ, որտեղ հոտեր քլորի եւ կաղամբի, եւ որտեղից հազվադեպ էին վերադառնում։ Սիրտս չէր խփում, այն կարծես սառույցի կեղևով էր պատվել։ Ահա նրանց ծրագիրը։ Ոչ վերանորոգում, ոչ կահույքի տեղափոխում, այլ վերացում։ Ես ուշադիր ծալեցի բրոշուրը եւ հետ դրեցի ջինսի գրպանը։ Թող մտածեն, որ ոչինչ չգիտեմ, թող համարեն ինձ կույր ու խուլ ծերուհի, ով իր կաթսայից այն կողմ ոչինչ չի տեսնում։
Թշնամուն պետք է պահել անտեղյակ մինչև վերջին պահը։ Ես բարձրացա իմ սենյակը, քայլերս անշշուկ էին, մոտեցա 5 աղնու սեկրետերին եւ հանեցի բանալին, որը միշտ գրում էի պարանոցիս տակ բլուզի տակ։ Սեղմվեց կողպեկը, ես քաշեցի դարակը, ամեն ինչ տեղում էր, փաստաթղթերի թղթապանակը, տան եւ հողամասի սեփականության վկայականը, միակ օրիգինալը, թղթի վրա հստակ սևով սևի վրա, սեփականատեր Սոնա Հովանիսյան, ոչ մի Անի, ոչ մի Տիգրան, կողքին ընկած էր ծրարը, իմ պահեստային բարձը, փողերը, որոնք կենսաթոշակից եւ թարգմանություններից էի խնայում, հաշվեցի թղթադրամները, ամեն ինչ ճիշտ էր։ Նրանք կարծում էին, որ ես անօգնական եմ, բայց ես ունեի ռեսուրս, ունեի սեփականություն եւ ամենակարևորը, ունեի խելք, որը պղտորված չէր ագահությամբ, ի տարբերություն նրանց։ Արդեն ուզում էի փակել դարակը, երբ հայացքս ընկավ փոստի կույտի վրա, որը Անին անփույթ նետել էր միջանցքի սեղանին 1 ժամ առաջ։ Ես այն տարա ինձ մոտ տեսնելու։ Հաշիվներ էլեկտրականության համար, պիցցայի գովաստ եւ նամակ բանկից, պաշտոնական ծրար տեղական բանկից, հասցեագրված անձամբ ինձ։ Բայց ինչ որ բան սխալ էր, ծրարը լույսին բռնեցի, կպչուն գծի եզրը անհարթ էր, թուղթը թեթևակի կնճռոտվել էր, կարծես գոլորոշու վրա էին պահել, մատով անցա կափարիչի եզրով, կպչունը թարմ էր եւ կպչուն, ոչ ինչպես գործարանայինը, նամակը բացել էին։ Եվ ինձ դետեկտիվ լինելու կարիք չկար, որպեսի հասկանամով։ Բացել էին իմ բանկային նամակը, կարդացել բովանդակությունը, հետո անճարտար կպցրել էին հույս ունենելով, որ ծերուհին չի նկատի։ Ես դանդաղ բացեցի ծրարը։ Ներսում կար ծանուցում նախնական հաստատման մասին վարկային արտադրանքի համար, որի համար պահանջվում էր գրավի հաստատում։ Ես վարկի դիմում չէի ներկայացրել։ Կանգնած էի սենյակի մեջտեղում, որը սեփական ձեռքերով էի կառուցել, եւ զգում էի, թե ինչպես է ներսում բարձրանում ոչ վախը, ոչ, դա սառը հաշվարկող զայրույթ էր։ Նրանք ոչ միայն ուզում էին ինձ հանձնել ծերանոց, նրանք սկսել էին խաղորենքի հետ իմ թիկունքում։ Մոտեցա պատուհանին։ Բակում Տիգրանը մաքրում էր ձյունը մեքենայից, ուրախ չչալով Անիի հետ։ Նրանք ծիծաղում էին։ Նրանք կարծում էին, որ հաղթել են։ Ծիծաղեք, հանգիստ ասացի ապակու մեջի մարտացոլանքին։ Ծիծաղեք, քանի դեռ կարող եք։ Նամակը դրեցի թղթապանակը, սեփականության վկայականի կողքին, եւ 2 անգամ շրջեցի բանալին կողպեքում։ Պատերազմը հայտարարված էր, նույնիսկ եթե թշնամին դեռ չգիտեր, որ ես դուրս եմ եկել մարտի դաշտ։ Իջա ընթրիքի, նույն զգեստով, որով դիմավորել էի նախորդ նոր տարին։ Անին նույնիսկ չնայեց ինձ, աղցանները դասավորելով այդ էժան ափսեներում։ Հեռուստացույցը չափից բարձր էր աշխատում, խլացնելով մեր միջև լռությունը։ Տիգրանն արդեն մի քանի բաժակ էր խմել եւ նստած էր կարմիր փայլուն դեմքով նյարդային թագելով պատարակաղով սեղանին։ Նստիր, մամ, շպրտեց Անին առանց գլուխը շրջելու։ Նստեցի։ Սեղանը հարուստ էր ծածկված, բայց ինձ համար տեղ գրեթե չէր մնացել։ Իմ սպասքը ծրված էր ամենաեզրին, կարծես անպատեհ հյուր եմ, որին հանդուրժում են քաղաքավարության համար։ Ինձ դրի մի գդալ աղցան, բայց չկերա։ Սպասում էի։ Գիտեի, որ այս ներկայացումը պարզապես այնպես չի խաղացվում։ Ժամացույցը ծեծեց 11-ը։ Տիգրանը լցրեց իրեն եւս մեկը, իսկ Անին վերջապես հետ դրեց հեռախոսը եւ նայեց ինձ։ Նրա աչքերում ոչ ջերմություն կար, ոչ տոնական փայլ, միայն սառը հաշվարկ եւ էլ ինչ-որ բան։ Հեռացում։ Մամ, մենք պետք է խոսենք, սկսեց նա։ Ձայնը հարթ էր վարժված։ Մենք Տիգրանի հետ խորհրդեցինք։ Այլևս այսպես չի կարող շարունակվել։ Ես բարձրացրի աչքերս նրա վրա, պահպանելով հանգստություն։ Ինչի մասին ես, Անի։ Ապագայի։ Նա դադարարեց, կարծեց բառեր ընտրելով, բայց ես տեսնում էի, որ տեքստը վաղուց պատրաստ էր։ Դու ծերանում ես, քեզ համար դժվար է տան գործերը հասցնելը։ Դու դարձել ես մոռացկոտ, ցրված։ Դու խոչընդոտ ես դառնում մեր ընտանիքի զարգացման համար։ Խոչընդոտ, հանգիստ կրկնեցի ես։ Ես ով վճարում է հաշիվները եւ պատրաստում է ձեզ ընթրիքներ։ Տիգրանը հմմացրեց առանց նայելու ինձ։ Սա օգնություն չէ, Սոնա Հովանիսյան, սա ծանր բեռ է, միջամտեց նա, անպարկեշտորեն հետ թեքվելով աթոռի թիկունքին։ Մենք ուզում ենք ապրել ժամանակակից կյանքով, իսկ դուք մեզ քաշում եք անցյալ։ Անին գլխով արեց, ընդունելով նրա տոնը։ Հենց այդպես։ Ուստի մենք որոշեցինք։ Վաղը առավոտյան մենք քեզ կտանենք մի հրաշալի տեղ։ Այնտեղ մասնագետները հոգ կտանեն քեզ համար։ Այնտեղ քեզ համար ավելի լավ կլինի, ավելի հանգիստ, քո նմանների մեջ։ Ոսկե աշուն, հարցրի ես, ու տեսա, թե ինչպես էր Տիգրանի աչքը ցնցվել։ Անին մի վայրկյան սառեց, բայց անմիջապես իրեն ձեռք բերեց։ Ահա տեսնում ես, նույնիսկ անունը հիշել ես, նշանակում է տեսել ես բրոշուրը։
Դա լավ նշան է։ Քեզ դուր կգա այնտեղ։ Սա քո իսկ բարօրության համար է, մամ։ Դու պարզապես այլևս չես կարող ապրել այստեղ։ Դու դարձել ես անտանելի։ Նա ասում էր դա այնպես պարզ, կարծես ասում էր, որ վաղը ձյուն կլինի։ Ոչ մի ափսոսանք, ոչ մի շնորհակալություն այն տասնամյակների համար, որոնք ես դրել էի նրա ոտքերի տակ։ Միայն սառը գործնական անհրաժեշտություն՝ ազատվել օգտագործված նյութից։ Այդ պահին ինձ մեջ ինչ-որ բան սեղմվեց, ոչ թե կոտրվեց, այլ հակառակը, իր տեղը ընկավ։ Վերջին կտորը պազլի։ Վերջին պատրանքն այն մասին, որ ես ընտանիք ունեմ, փոշի դարձավ։ Ես կարող էի գոռալ, կարող էի ափսե նետել նրանց վրա, հիշեցնել, թե ում տունն է սա, ում փողերն են նրանք ծախսում, բայց ես գիտեի, հույզերը թուլություն են։ Հիմա ինձ պետք էր այլ բան, ինձ ժամանակ էր պետք։ Ես գլուխս իջեցրի ու ձեռքերով ծածկեցի դեմքս։ Ուսերս սկսեցին դողալ։ Ես ստիպեցի ինձ բարձր ու ողբերգական հեգեկալ։ Ինչպես կարող է դա լինել, շշնջացի մատների արանքով։ Սեփական աղջիկը փողոց, ծերանոց։ Դե մի սկսիր, դեմքը խոժոռեց Անին։ Ոչ մի ծերանոց չէ, այլ պանսիոնատ, եւ ոչ թե փողոց։ Բավական է դրամա կազմակերպել։ Գնա քո սենյակը, հավաքիր առաջին օրվա իրերը։ Վաղը ժամը 10-ին մեկնում ենք։ Ես կանգնեցի, շարժվելով կարծես լիակատար հանձնում եմ։ Արդյունքները հոսում էին այտերիս վրայով։ Իրական արդյունքներ վիրավորվածությունից, բայց ես դրանք օգտագործում էի որպես զենք։ Նրանք տեսնում էին կոտրված ծերուհի, նրանք չէին տեսնում գայլուհի, ով նոր էր ընկել թակարդն ու պատրաստ էր գծել իր թաթը ազատվելու համար։ Գնամ պարկեմ, մրմնջացի ու սողացի դեպի աստիճանները։ Բարձրանալիս լսում էի, թե ինչպես էին իմ թիկունքում բաժակները զնգում։ Ահա եւ ամեն ինչ, ասաց Տիգրանը, ավելի հեշտ, քան մտածում էի։ Նա միշտ թույլ է եղել, պատասխանեց Անին։ Ես փակեցի սենյակից դուռը ու անմիջապես ուղղվեցի։ Արդյունքները ակնթարթորեն չորացան։ Թույլ, լավ է, թող հավատան դրան մինչև վերջ։ Գործում էի արագ ու անշշուկ, ոչ մի ճամփրուկ։ Միայն հին ստուգված ճամփորդական պայուսակը, հատակին թղթաբանակը փաստաթղթերով ու ծրարը փողերով։ Սա ամենակարևորն է։ Վերևում մաքուր սպիտակեղեն, տաք գուլպաներ, սվիտեր, դեղաթուփը դեղերով։ Ոչ մի լուսանկար, ոչ մի հուշանվեր։ Ես վերցնում էի իմ կյանքը, ոչ թե հուշեր։ Հագնվեցի տաք, բրդյակոլոտքա խիտ տաբատ, պուխովիկ, որը ծառայել էր ինձ արդեն 5 տարի։ Գլխարկը խորն եմ քաշել, ժամացույցը ցույց էր տալիս 0:45-ը։ Ներքևում երաժշտություն էր հնչում, լսվում էր ծիծաղ։ Նրանք տոնում էին իրենց հաղթանակը, հենց ժամանակն էր անհետանալու։ Ես չիջա գլխավոր աստիճաններով։ Իմ տանը կար երկրորդ ելքը, վերանդայով, որի բանալին կախված էր իմ մոտ վարագույրի հետևում։ Նրանք հավանաբար մոռացել էին դրա մասին։ Կողպեքը հեշտությամբ բացվեց։ Սառը քամին հարվածեց դեմքիս, այրելով մաշկս։ Ձնաբուքը ոռնում էր ինչպես քաղցած գազան։ Հիանալի։ Ձյունը կթաքցնի հետքերը։ Ոչ ոք չի տեսնի, թե ուր եմ գնացել։ Ես դուրս եկա դարպասից ու չնայեցի հետ։ Տունը մութ ու սարսափելի ձյան շղարշի մեջ մնաց հետևում։ Ես չէի գնում հեռու նրանից։ Ես գնում էի դեպի ինքս, դեպի իմ ազատությունը։ Մինչև ավտոկայարանը 3 կիլոմետր էր։ Ես գնում էի հաղթահարելով ձնահյուսերը, զգալով, թե ինչպես է ցրտահարությունը խայթում այտերս։ Բայց ներսում այրվում էր կրակ։ Մտքումս վերանայում էի փաստերը, բանկից բացված նամակը, ծերանոցի բրոշուրը։ Նրանց վստահությունը, որ ես անգործունակ եմ։ Նրանք ինչ-որ բան էին մտածել տան հետ։ Ինչ-որ բան, որի համար նրանց պետք էր իմ ֆիզիկական բացակայությունը, եւ հնարավոր է ինձ անառողջ ճանաչելը։ Ես ոչ միայն փախա, ես գնացի մարտավարական հետընթացի, վերախմբավորվելու համար։ Ավտոկայարանը դիմավորեց ինձ էժան սուրճի հոտով։ Մարդիկ քիչ էին, ովքեր ճանապարհորդում են նոր տարվա գիշերը։ Մի քանի քնկոտ ուղևորներ, քնած պահակ։ Ես գնեցի Տոմս առաջին առավոտյան ավտոբուսով մինչև Մարս կենտրոն։ Դրամարկուղին զարմացած նայեց ինձ, բայց ոչինչ չհարցրեց։ Գտա տեղ սպասասրահի անկյունում, մուտքից հեռու։ Նստեցի պայուսակը ծնկներիս դրած։ Ձեռքերս ամուր սեղմել էին բռնակները։ Ես դարձել էի տեսողություն ու լսողություն։ Դիտում էի յուրաքանչյուր մուտքեկողին։ Հանկարծ զգացի, որ ինձ նայում են։ Հակառակ կողմում երկու շարքաթորներ անցնելով նստած էր մի երիտասարդ աղջիկ։ Ուսանողուհի, դատելով ուսապարկից ու վառ շարֆից։ Նա նայում էր ինձ առանց կտրելու։ Նրա հայացքում չկար ուղղակի հետաքրքրասիրություն, կար ճանաչում ու անհանգստություն։ Ես լարվեցի։ Ո՞վ է նա։ Անիի ծանոթը, Տիգրանի լրտեսը։ Աղջիկը կտրուկ ուղվեց, հանեց հեռախոսն ու սկսեց ինչ-որ բան արագ-արագ հավաքել։ Հետո հեռախոսը ականջին դրեց։ Ես տեսնում էի, թե ինչպես էին շարժվում նրա շուրթերը, բայց բարերը չէի կարողանում լսել։
Նա չէր կտրում հայացքը ինձանից։ Հետո ավելի բարձր խոսեց, քան պետք էր, ծածկելով կայարանի ռադիոյի աղմուկը։ Հայրիկ, ես կտա նրան։ Այո, ես համոզված եմ, սա նա է։ Նա այստեղ է կայարանում։ Սիրտս մի հարված բաց թողեց։ Նրանք այդքան արագ են ինձ փնտրում։ Միթե նկատել են իմ բացակայությունը։ Ես սեղմեցի պայուսակի բռնակը, պատրաստ լինելով թռչել ու նորից վազել գիշերով ձնաբուքի մեջ։ Բայց աղջիկը կանգնեց ու ուղիղ եկավ դեպի ինձ։ Ես չվազեցի։ Փախուստը մեղավորների գործ է, իսկ ես ոչ մի վատ բան չեմ արել, բացի նրանից, որ հրաժարվել եմ մեռնել աղջկա ժամանակացույցով։ Ես միայն ավելի ամուր սեղմեցի պայուսակի բռնակները ու ուղղեցի մեջքս, պատրաստ լինելով հանդիպմանը։ Աղջիկը մոտեցավ շատ մոտ։ Մոտից նա թվում էր շատ երիտասարդ, 20 տարեկան, ցրտից կարմրած այտերով ու խելացի կենդանի աչքերով։ Սոնա Հովհաննիսյան, հարցրեց նա, եւ ձայնում ոչ սպառնալիք կար, այլ հույս։ Ես գլխով արեցի, առանց կորցնելու զգոնությունը։ Մենք ծանոթ ենք։ Պատասխանի փոխարեն նա ձեռքը մցրեց Պուխովիկի գրպանն ու հանեց հին, մաշված լուսանկար, տվեց ինձ։ Լուսանկարում ես էի, 20 տարով երիտասարդ, խիստ մոխրագույն կոստյումով, սեղանի հետևում իմ կաբինետում, մարզպետարանում, իսկ կողքին կանգնած էր մի տղամարդ, նիհար, հյուծված, դեմքին հուսահատության դրոշմով։ Հիշում էի այդ օրը, երբ ես հրաժարվեցի կնիկ դնել կեղծ մեղադրական եզրակացության վրա, եւ փոխարենը փաստաթղթերը ուղարկեցի մարզային դատախազություն։ Տեսած ես, աչքերիս չհավատացի։ Ձեզ օգնություն է պետք։ Նա նայում էր իմ ճամփորդական պայուսակին, իմ դեմքին, որի վրա հավանաբար դեռ երևում էին վերջին փոթորքի հետքերը։ Ես կարող էի խնդրել գիշերակաց, կարող էի խնդրել թեյ, բայց խնդրեցի մեկ այլ բան։ Ինձ փաստաբան է պետք նարե, լավ փաստաբան, հենց հիմա։ Հայրիկս 10 րոպեից կլինի, լուրջ պատասխանեց նա։ Նա լավագույնն է։ Պավելը իսկապես հայտնվեց 10 րոպե հետո։ Նա փոխվել էր, լայնացել էր ուսերով, հագնված էր թանկարժեք վերարկուով, բայց աչքերը նույնն էին։ Մարդու աչքեր, ով գիտի ազատության գինը։ Ինձ տեսնելով սառեց, հետո առանց ուշադրություն դարձնելու շրջապատին խորապես խոնարհվեց։ Սոնա Հովհաննիսյան, ձայնը դողաց։ Ես պարտք եմ ձեզ մինչև կյանքիս վերջ։ Ինչով կարող եմ ծառայել։ Մենք չգնացինք նրանց տուն, գնացինք նրա գրասենյակ, ժամանակակից, ապակե, դատարկ։ Այս տոնական ժամին Նարեն եփեց ամուր թեյ, իսկ Պավելը նստեց լայն սեղանի հետևում, միացրեց համակարգիչը ու սկսեց լսել։ Ես ներկայացրի փաստերը, չոր առանց հույսերի, ծերանոցի բրոշյուրը, բանկից բացված նամակը, աղջիկաս խոսքերը իմ անգործունակության մասին, Փեսայի տարօրինակ վարքը։ Ես չէի բողոքում ճակատագրից, ես ցուցմունք էի տալիս։ Պավելը լսում էր, գրառումներ անելով տետրում։ Դեմքը ավելի ու ավելի մռայլվում էր։ Սա դասական սխեմա է, Սոնա Հովհաննիսյան, ասաց նա վերջապես, գրիչը մի կողմ դնելով։ Սև ռիալթերները հաճախ աշխատում են անբարեխիղճ չարասատների հետ համագործակցությամբ։ Սցենարը միշտ նույնն է. անգործունակ ճանաչել, փակ հաստատություն տեղավորել, գույքը օտարել։ Բայց սովորաբար դա ամիսներ է տևում։ Այստեղ նրանք շտապում են, չափից շատ են շտապում։ Ինչու՞, հարցրի ես։ Ես առողջ եմ, իմ խելքն իմ մեջ է։ Նշանակում է նրանց պետք չես դու, նրանց պետք է այն, ինչ դու ունես, եւ շտապ։ Նա շրջվեց դեպի համակարգիչը։ Եկեք ստուգենք ռեեստրերը։ Ինձ մոտ հասանելիություն կա տվյալների բազաներին, նույնիսկ հանգստյան օրերին։ Մինչ նա ստեղնաշարի վրա էր հարվածում, ես թեյ էի խմում, այն տաք էր, դառը, իսկական, ոչ այն ներկված ջուրը տոպրակներով, որոնք գնում էր Անին։ Պատկերացրի, թե ինչ են անում նրանք հիմա։ Հաստատ շամպայն ավարտել են, պարկել քնելու, վստահ, որ խնդիրը ինքն իրեն կլուծվի առավոտյան։ Նրանք կարծում էին, որ ես ոտքով գնում եմ մայրուղով կամ սառչում եմ նստարանին։ Նույնիսկ չստուգեցին, թե արդյոք վերցրել եմ փաստաթղթերը։ Նրանց ինքնավստահությունը նրանց գլխավոր խոցելիությունն էր։ Ահա, մրմնջաց Պավելը, վարկային պատմությունը մաքուր է։ Վերջին օրվա ընթացքում քո անունով հարցումներ չեն եղել։ Բայց ահա նա սառեց, էկրանին նայելով։ Ինչ կա, Սոնա Հովհաննիսյան, դուք վստահություն եք տվել ձեր աղջկան։ Ընդհանուր վստահություն, գույքի տնօրինման իրավունքով։ Երբեք, վճռականորեն պատասխանեցի ես։ Ես նույնիսկ կենսաթոշակս ինքս եմ ստանում քարտին։ Ահա, նոտարական գործողությունների ռեեստրում գրառում կա։ Պավելը շրջեց մոնիտորը դեպի ինձ։ Վստահություն շարք 77A, տրված 3 օր առաջ։ Նոտարուսը հարևան շրջանից, հայտնի իր համաձայնությամբ։ Այս վստահությամբ Անի Վահագնի կարող է վաճառել տունդը, վարկ վերցնել դրա գրավով, հանել բոլոր գումարները քո հաշիվներից։ Ես նայում էի էկրանի տողին։ Ամսաթիվը դեկտեմբերի 29-ը, 3 օր առաջ։ Այդ օրը ես գնացել էի շուկա, տոնի համար մթերք գնելու, տանը չէի 3 ժամ։ Նրանք կեղծել են իմ ստորագրությունը, հարցրի ես։
Կամ բնել են կեղծիկ, քեզ նման մեկին, ենթադրեց Պավելը, քո անձնագրով։ Անձնագիրը միշտ ինձ մոտ էր, միշտ, բացի գիշերից։ Ես պայուսակը դնում եմ միջանցքում, նշանակում է վերցրել են, մինչ քնած էիր, առավոտյան վերադարձրել, ահա այն։ Ոչ պարզապես ծանր բեռից ազատվելու ցանկություն, սա քրեական հանցագործություն էր, խարդախություն առանձնապես խոշոր չափերով։ Իմ աղջիկը հանցագործ է։ Ներսումս ամեն ինչ վերջնական սառեց։ Եթե նախկինում դեռ փոքրիկ հույս կար, որ սա պարզապես դաժանություն է, չհասկացվածություն, հոգնածություն, հիմա փաստերը հակառակն էին ասում։ Սա ծրագիր էր, սառը, ցինիկ ծրագիր կողոպուտի։ Ինչ կարող ենք անել, հարցրի ես։ Իմ ձայնը հանգիստ էր, գործնական։ Արդյունքների ժամանակն անցել էր, եկել էր պատերազմի ժամանակը։ Մենք կարող ենք հիմա հետ կանչել վստահությունը էլեկտրոնային նոտարիատի միջոցով, արագ ասաց Պավելը, բայց դա նրանց կվախեցնի։ Նրանք կհասկանան, որ դու գիտես։ Ոչ, գլուխս թափահարեցի։ Չի կարելի նրանց վախեցնել։ Եթե հասկանան, որ գիտեմ, կարող են գնալ ծայրահեղ քայլերի, կամ ոչնչացնել ապացույցները, կամ փախչել։ Նայեցի Պավելին։ Ինձ պետք է, որ նրանք մտածեն, թե ամեն ինչ ընթանում է իրենց ծրագրով։ Ինձ պետք է, որ նրանք փորձեն օգտագործել այդ վստահությունը։ Պավելը նայեց ինձ հարգանքով։ Սա վտանգավոր է, Սոնա Հովհաննիսյան։ Ես 20 տարի ապրել եմ նրանց հետ մեկ տանիքի տակ, Պավել։ Ես ճանաչում եմ նրանց։ Նրանք ագահ են ու վախկոտ։ Հիմա նրանք հարբած են անպատժելիությունից։ Դա նրանց հիմարացնում է։ Լավ, գլոխով արեց նա։ Այդ դեպքում մենք կանենք այսպես. ես կարգելափակեմ անշարժ գույքի գործարքների հնարավորությունը Ռոսրեեստրի միջոցով, դնելով նշում, որ գրանցումը հնարավոր չէ առանց սեփականատիրոջ անձնական մասնակցության։ Սա պաշտոնապես չի չեղարկի վստահությունը, բայց ցանկացած փորձ վաճառել կամ գրավ դնել տունը կկասեցվի գրանցողի կողմից։ Նրանք կներկայացնեն փաստաթղթեր, բայց կստանան մերժում, բայց ոչ անմիջապես։ Մենք ժամանակ կունենանք։ Իսկ հաշիվները, հարցրի ես։ Հաշիվները կսառեցնենք, կհայտարարենք քարտի կորստի մասին։ Ոչ, արարկեցի ես։ Եթե քարտը դադարի աշխատել, Տիգրանն անմիջապես կհասկանա։ Թող քարտը աշխատի։ Դրա վրա քիչ փող կա, հիմնական միջոցները իմ մոտ են, այստեղ։ Թակեցի պայուսակիս վրա։ Թող տեսնեն, որ ես օգտագործում եմ քարտը։ Գնում եմ ավտոբուսի տոմս, գնում եմ։ Թող մտածեն, որ պարզապես գնացել եմ հարազատներիս մոտ գյուղ։ Խելացի, համաձայնեց Պավելը։ Մենք կստեղծենք քո խառնաշփոթ փախուստի տեսարան, իսկ մենք կպատրաստենք թակարդը։ Ես հետ թեքվեցի աթոռի թիկունքին։ Գրասենյակի պատուհանից սկսվում էր նոր տարվա առաջին օրվա արշալույսը։ Քաղաքը քնած էր։ Իմ հարազատները քնած էին իմ տանը, տաք անկողնում, վստահ, որ ծեր մայրը հանված է հաշվարկից։ Նրանք չգիտեին, որ այս պահին տաք գրասենյակում, տպիչի աղմուկի տակ, տպելով քաղվածքներ ու հայտարարություններ, ես շինում եմ իմ շուրջը ամրոց։ Ամրոց օրենքներից, գնիկներից եւ ապացույցներից։ Նարե, կանչեցի աղջիկան, ով այս ամբողջ ժամանակ հանգիստ նստած էր անկյունում, լսելով մեզ։ Դու սոցիալական ցանցերում հաշիվ ունես։ Իհարկե, զարմացավ նա։ Գթիր իմ փեսայի Տիգրան Կարապետյանի պրոֆիլը, նայիր նրա վերջին լուսանկարին, գեոլոկացիաներ, մեկնաբանություններ։ Ինձ պետք է իմանալ, թե ինչով է շնչում, երբ չի խաղում օրինակելի ընտանեկան մարդու դերը։ Նարեն գլուխով արեց ու խորացավ հեռախոսի մեջ։ Մեկ րոպե հետո բարձրացրեց գլուխը, աչքերը լայն բացված էին։ Սոնա Հովհաննիսյան, ահա 2 շաբաթ առաջ նրա ընկերության կորպորատիվի լուսանկարը։ Նա այնտեղ է ինչ-որ կնոջ հետ, եւ գործընկերոջ մեկնաբանությունը լուսանկարի տակ։ Տիգրան, դու ռիսկային տղար ես, տնորենը իմանա կսպանի։ Ցույց տուր, խնդրեց Պավելը։ Նայեց էկրանին ու խոժոռվեց։ Սա պարզապես կին չէ։ Սա մրցակիցների գլխավոր հաշվապահն է, իսկ Տիգրանը աշխատում է գնումներում։ Ճիշտ է, գլուխով արեցի ես։ Կարծես մեր Տիգրանը վտանգավոր խաղեր է խաղում ոչ միայն ձեզ հետ, մտածկոտ ասաց Պավելը։ Արդյոք արդյունաբերական լրտեսություն, թե կոմիսիոններ, եթե նա պարտք է լուրջ մարդկանց կամ բռնվել է գողության վրա, նրան շատ փող է պետք եւ շատ շտապ, պատկերը պարզվում էր։ Տունը պարզապես ժառանգություն չէր, որին անհամբեր էր սպասում։ Տունը փրկարարողակ էր խեղդվող Տիգրանի համար, եւ այդ օղակի համար նա պատրաստ էր խեղդել ինձ։ Շարունակիր փորել, Պավել, ասացի ես, զգալով թե ինչպես է ներսում տարածվում որսորդի սառը գոհունակությունը, ով հետ է գտել։ Գթիր ամեն ինչ, յուրաքանչյուր պարտքը, յուրաքանչյուր մեղքը։ Սուրբ ծննդին ուզում եմ իմանալ նրա մասին ավելին, քան ինքը գիտի իր մասին։ Կկատարվի, Սոնա Հովհաննիսյան։ Նայեցի ժամացույցին, 6 առավոտյան։ Առաջին ավտոբուսը քաղաքը մեկնում է 1 ժամից։ Ինձ պետք էր հայտնվել այնտեղ, գնել տոմս, ընկնել տեսախցիկների տեսադաշտը։ Թող փնտրեն, թող գտնեն հետքեր։ Խաղը սկսվել էր, եւ առաջին քայլն առել էի ես։ Ես չվերադարձա տուն։ Փոխանենը հյուրանոցում եմ բնակվել քաղաքի ծայրամասում, փոքր, համեստ։
որը գտել էր ինձ համար Պավելը, բայց իմ աչքերն ու ականջները մնացել էին այնտեղ, իմ տանը։ Հեռախոսը պիպ արեց, եկավ հաղորդագրություն Messenger-ում։ Էկրանին երևաց լուսանկար, ձյունապատ փողոց, իմ ցանկապատը եւ դարպասի մոտ կայանած Տիգրանի մեքենան, իսկ կողքին սև անծանոթ ինոմարկա։ Հյուրեր են եկել, 3 տղամարդ, չեն նմանվում ընկերների, գրված էր լուսանկարի տակ։ Գայանեն իմ հարևանուհին փողոցի մյուս կողմից, թոշակի անցած ուսուցչուհի, նա գիտեր ամեն ինչ բոլորի մասին մեր փողոցում։ 5 տարի առաջ ես օգնել էի նրան դատարանում շահեր սխալ հաշվարկված կենսաթոշակը, կազմելով գրագետ հայցադիմում։ Այդ ժամանակվանից նա իմ հավատարիմ դաշնակիցն էր։ Առավոտյան զանգահարեցի նրան նոր համարից, որը տվել էր Պավելը, եւ կարճ բացակրեցի իրավիճակը։ Ես գնացել եմ գործով, բայց տանը ինչ-որ բան է կատարվում, խնդրում եմ հետևիր։ Գայանեին ավելորդ մանրամասներ պետք չէին, նա հերվից էր զգում անախորժությունը։ Ես մեծացրի լուսանկարը։ Սև մեքենայից դուրս եկող տղամարդիկ հագնված էին թանկ, բայց անջաշակ վերարկուներով։ Մեկը պահում էր կաշվե թղթապանակ։ Դե նայենք, շշնջացի ես, խմելով հյուրանոցի սուրճից մի կում։ Մինչդեռ իմ տանը, ինչպես գրում էր հաջորդ հաղորդագրությունում Գայանեն, եռուզեղ էր։ Անին ինչ-որ տուփեր է դուրս տանում ավտոտնակ։ Տիգրանը հրամայում է բեռնագիրներին։ Դուրս եմ բերում քո կոմոդը։ Աչքերս փակեցի։ Իմ հին կարմիր փայտե կոմոդը, այն որտեղ պահում էի անկողնային սպիտակ եղենը։ Նրանք նույնիսկ մեկ օր չսպասեցին։ Նրանք այնքան վստահ էին, որ ես կոտրված եմ, ջախջախված եւ թափառում եմ ծնայուսերում, որ անմիջապես սկսեցին տարածքի մաքրումը։ Նրանց ամբարտավանությունը զարմանալի է։ Արթնացան, տեսան դատարկ սենյակը, բացված տուղը վերանդայի վրա եւ որոշեցին, խնդիրը ինքն իրեն լուծվել է։ Գրեթե լսում էի Տիգրանի ձայնը։ Դե լավ է անի։ Կվազի կսարչի ու կվերադառնա։ Ուր է գնալու։ Երեկոյան կսողոսկի, կխնդրի վերադառնալ, իսկ մենք պայմաններ կդնենք, կստորագրի ամեն ինչ։ Նրանք չգիտեին, որ ես նստած եմ տակտեղ, նոթբուքը ծնկներիս, եւ կարդում եմ Պավելի ուղարկած հաշվետվությունը։ Անցա փաստաթղթերի ներդիրին։ Սա այդ սև ինոմարկայի մասին տեղեկությունն էր, որի համար այդքան հաջող ընկել էր Գայանեի կադրում։ Մեքենան պատկանում էր Արագ Կապիտալ ՍՊ-ին։ Անվանումը անվնաս է հնչում, բայց Պավելը հաշվետվությանը գցել էր տեղեկանք։ Միկրոֆինանսական կազմակերպություն, մասնագիտացումը անշարժ գույքի գրավով վարկեր բարձր ռիսկերով, հայտնի ագրեսիվ հավաքագրման մեթոդներով, իրականում օրինականացված վաշխառուներ, ահա այն։ Նրանք հրավիրած պոտենցիալ գնորդը ոչ թե տուրիստ էր, ով ուզում էր վարձակալել տուն, ոչ էլ ընտանիք, որը փնտրում էր հարմարավետ բնակարան, սրանք գիշատիչներ էին։ Տիգրանը իմ տուն էր բերել գիշատիչներին ապրանքը գնահատելու համար։ Նրանք ուզում էին տունը գրավ դնել, ոչ վաճառել, դա երկար է։ Գրավ դնել արագ գումար ստանալ գիշատիչ տոկոսով, հույս ունենալով ինչի վրա, որ Տիգրանը կվերադարձնի, որ իր խարդախությունը կստացվի։ Զանգահարեցի Գայանեին։ Գայանե, նրանք դեռ այնտեղ են։ Այո, Սոնա, Տիգրանը ձեռքերով է շարժում, ցույց է տալիս բաղնիքը, այգին, անին կողքին է, սրունքներով շարժվում, գլխով է ցույց տալիս։ Տեսքը ինչ-որ չափով հաջողանալու է։ Լսիր ուշադիր, Գայանե, եթե նրանք գնան տուն, փորձիր տեսնել, թե որ սենյակներն են մտնում։ Հասկացա, հիմա շանս հետ դուրս կգամ, կարծես զբոսնում եմ։ Մոտենամ, 10 րոպե հետո Գայանեն հետ զանգեց։ Ձայնը հուզված էր։ Սոնա, նրանք գնացին քո կաբինետը, տեսա պատուհանից, այդ հաստ թղթապանակով։ Տիգրանը բացեց քո դարակը։ Իմ շունչը տատրվեց։ Այնտեղ փակված դարակում դրած էին փաստաթղթերի պատճենները, որոնք ես հատուկ թողել էի։ Բայց կողպեքը բացել է բանալիով, հարցրի ես։ Ոչ, պտուտակահանով էր փորում։ Տեսա, թե ինչպես էր նա հենվում, ինչ որ բան ճռճռաց, եւ դարակը դուրս եկավ։ Նրանք կոտրել են իմ սեղանը։ Նույնիսկ չեն մտածել փնտրել պահեստային բանալին, որը գրագարանի վրա ծաղկամանի մեջ էր։ Նրանց համար ավելի հեշտ էր կոտրել, փչացնել, ոչնացնել։ Եվ ինչ են հանել։ Տիգրանը հանեց թղթապանակը, թափահարում է, ծիծաղում են։ Նրանք գտել են փաստաթղթերը, տեխնիկական անձնագրի հին պատճենը, ժամկետանց ապահովագրությունները, անցյալ տարվա քվիտանցաները, ոչինչ արժեքավոր։ Օրիգինալները ինձ մոտ էին պայուսակում, հյուրանոցում անկողնու տակ, բայց Տիգրանը դա չհասկացավ։ Հավանաբար նույնիսկ չի կարդացել, թե ինչ կա ներսում։ Նրա համար դա պարզապես թղթերով թղթապանակ էր տան վրա։ Շնորհակալ եմ, Գայանե։ Գնա տուն, մի սառիր, շատ օգնեցիր ինձ։ Հեռախոսը դրեցի, պատկերը վերջնական կազմավորվեց։ Տիգրանը հուսահատության մեջ էր։ Նրան փող էր պետք 3։ Նա պատրաստ էր տունը գրավ դնել բանդիտներին, միայն կանխիկ ստանալու համար։ Իսկ Անին կամ կույր էր սիրուց այդ ոչնչի հանդեպ, կամ այնքան էր ատում ինձ, որ նրան թքած էր, թե ինչ կլինի մանկության տան հետ։ Նրանք կարծում էին, որ ես կվերադառնամ նվաստացված ու հնազանդ։ Պլանավորում էին ինձ դիմավորել նորությամբ։ Մամ, մենք մի քիչ կահույք ենք տեղափոխել, իսկ էլի մեզ փող է պետք բիզնեսի համար։
Ստորագրիր այստեղ։ Սա պարզապես ձևականություն է։ Նրանք չգիտեին, որ ստորագրելու են ոչ թե վարկային պայմանագիր, այլ հարցաքննության արձանագրություն։ Երեկոյան Պավելը ուղարկեց եւս մեկ նորություն։ Սոնա Հովանիսյան, ձայնը խողովակում կոշտ էր հնչում։ Մենք ստուգեցինք Տիգրանին դատական կատարողների բազայում։ Նրա վրա կախված է 3 գործադիր վարույթ՝ վարկեր, առաջին ամուսնությունից ալիմենտներ, որոնց մասին դուք հավանաբար չգիտեիք, եւ տուգանքներ, ընդհանուր գումարը 5 միլիոն։ Բայց սա ծաղիկներն են, իսկ հատապտուղները նրանում են, որ նա գումար է վերցրել ընկերության դրամարկղից, փոխարել է 1 ամսով, մտածելով, որ կվերադարձնի սպորտային խաղադրույքներով, չի վերադարձրել։ Վերանայումը հունվարի 10-ին, եթե չվերադարձնի 15 միլիոնը կբանտարկեն։ 15 միլիոն, իմ տանգինը, իմ կյանքի գինը, որը նրանք գնահատել են այդ գումարով։ Նրանք շտապում են հասցնել մինչև 10, ասացի ես, հետևաբար եւ ոսկե աշունը եւ շտապ վստահությունը։ Հենց նրանց պետք է ճանապարհից հեռացնել ձեզ տոների ավարտից առաջ, հանձնել ծերանոց, ճանաչել անգործունապ, կեղծ վստահությամբ գործարք կնքել եւ կանխիկ ստանալ։ Նշանակում է մենք ժամանակ ունենք մինչև Սուրբ Ծնունդ, ասացի ես։ Հունվարի 6-ը։ Ինչու 6-ը, որովհետև Անին սիրում է սիմվոլիզմ եւ որովհետև բանկերն ու գրասենյակները բացվում են տոներից հետո։ Գործարքը նշանակված է առաջին աշխատանքային օրը, բայց փաստաթղթերը կպատրաստեն հիմա։ Ինչ եք մտածել, Սոնա Հովանիսյան։ Ես վերադառնում եմ, Պավել։ Խողովակում լռություն ընկավ։ Վտանգավոր է։ Ոչ, անհրաժեշտ է։ Ես պետք է այնտեղ լինեմ։ Ես պետք է խաղամ իմ դերը։ Կոտրված հիմար ծերուհու դերը, ով մոռացել է անձնագիրը եւ կորցրել խելքը։ Ես նրանց հույս կտամ, թույլ կտամ հավատալ, որ ամեն ինչ ստացվել է։ Ուզում եք, որ նրանք հանգստանան։ Ուզում եմ, որ նրանք սխալ թույլ տան, որ խոսեն ձայնագրության տակ, որ իրենք ինձ ձեռքերում տան ապացույցները, որոնցով ես կգնամ ոչ միայն դատարան, այլև ոստիկանություն։ Ես կպատրաստեմ սարքավորումը, ասաց Պավելը։ Դիկտաֆոն, մինի տեսախցիկներ։ Նարեն կօգնի ձեզ ամեն ինչ տեղադրել։ Եվ էլի մեկ բան, Պավել, նայեցի հայելու մեջ իմ արտացոլանքին, հոգնած կին մոխրագույն մազերով, բայց աչքերս այրվույն սառը կրակով։ Պարզեք, թե Արադ կապիտալից ով էր եկել եւ արդյոք ունեն լիցենզիա։ Արդեն ստուգել եմ։ Լիցենզիան հետ է վերցվել 6 ամիս առաջ։ Նրանք աշխատում են անօրինական։ Հիանալի, նշանակում է Տիգրանը ոչ միայն խարդախ է, նա կապվում է կրիմինալի հետ։ Դա նրան էլ ավելի խոցելի է դարձնում։ Սկսեցի հավաքել իրերը։ Իմ արձակուրդն ավարտվեց։ Պետք էր վերադառնալ Գազանի որջը, բայց հիմա ես գնում էի ոչ որպես զոհ, գնում էի որպես տրոյական ձի։ Նրանք հանել են իմ կոմոդը, կոտրել են իմ սեղանը։ Նրանք կարծում են, որ ես ծանր բեռ եմ։ Ես ցույց կտամ, թե ինչ է իրական ծանրությունը, հետևանքների ծանրությունը։ Վաղը ես կթակեմ իմ դուռը եւ կսկսվի երկրորդ ակտը։ Հունվարի 3-ի առավոտյան Պավելը եկավ հյուրանոց ոչ մենակ։ Նրա հետ էր խիտ կազմածքով տղամարդ, սուր հայացքով, նախկին հետախույզ, իսկ հիմա Պավելի ընկերության անվտանգության ծառայության պետ։ Նրանք բերել էին ոչ միայն նորություններ, այլ եւ դատավճիռ։ Նստեք, Սոնա Հովանիսյան, ասաց Պավելը, եւ ձայնի տոնը ստիպեց ինձ լարվել։ Այնինչ մենք գտել ենք դուրս է գալիս սովորական ընտանեկան ագահության շրջանակներից։ Նա սեղանին դրեց հաստ ծանր թղթապանակը։ Մենք փորել ենք Տիգրանի ամբողջ անցյալը։ Բայց ամենասարսափելին ոչ թե նրա պարտքերն են, ամենասարսափելին այն է, ինչի վրա համաձայնվել է ձեր աղջիկը։ Պավելը բացեց թղթապանակը եւ հանեց պայմանագրի պատճենը։ Սա ոսկե աշուն ձերանոցի հետ պայմանագրի նախագիծն է։ Գտել ենք Անիի էլեկտրոնային փոստի սևագրերում։ Նարեն կարողացել էր գուշակել գաղտնաբառը, օգտագործելով Տիգրանի ծննդյան ամսաթիվը։ Վերցրի թուղթը, մանր տարեր, ստանդարտ ձևակերպումներ։ Բայց 12-րդ եւ 14-րդ կետերը սառեցրին արյունս երակներում։ Կետ 12. Հաստատությունը ստանում է լիակատար իրավունք տիրապետելու բնակչի կենսաթոշակներին եւ այլ սոցիալական վճարումներին, պահպանման վճարի հաշվին։ Կետ 14. Եթե բնակիչը մահանում է առանց ուղղակի ժառանգների կամ ժառանգները հրաժարվում են պահանջներից, հաստատության տարածքում բնակչի անձնական օգտագործման գույքը անցնում է հաստատության սեփականությանը։ Սա ստանդարտ կաբալա է, ասացի ես բարձրացնելով աչքերս։ Նրանք պարզապես ուզում են վերցնել իմ կենսաթոշակը։ Կարդացեք հավելվածը, կոշտ ասաց Պավելը։ Հավելված համար 3-ը, կամավոր բժշկական միջամտության մասին։ Ես շրջեցի էջը։ Այնտեղ խոսվում էր համաձայնության մասին։ Անձնակազմի հայեցողությամբ հանգստացնող դեղեր կիրառելու եւ քննադատական վիճակներում քաղաքային հիվանդանոցներում հոսպիտալացումից հրաժարվելու մասին։ Սա ծերանոց չէ, Սոնա Հովանիսյան, հանգիստ ասաց նախկին հետախույսը։ Սա անցանկալիների համար հոսպիս է։ Մենք ստուգեցինք այդ հաստատությունը։
նրանք չունեն բժշկական լիցենզիա։ Վերջին տարվա ընթացքում այնտեղ սրտի անբավարարությունից մահացել է 12 մարդ։ Բոլորը միայնակ ծերուկներ կամ նրանք, ումից հրաժարվել են հարազատները։ Միջին մնալու ժամկետը 3 ամիս։ 3 ամիս։ Իմ աղջիկը, ում ես ձեռքերիս եմ գրել, ում բուժել եմ ջրծաղիկից եւ կարմրուկից, ում համար վճարել եմ ուսուցիչներին։ Նա ոչ միայն ինձ էր հանձնում բոգադելնյա, նա ինձ ստորագրում էր մահվան դատավճիռ, հետաձգված 3 ամսով, որպեսի հասցնի ձևակերպել ժառանգությունը։ Նա գիտեր, հարցրի ես։ Իմ ձայնը հարթ էր, բայց ներսում ամեն ինչ քար դարձավ։ Նամակագրության մեջ ոսկե աշունի մենեջերի հետ նա հարցնում է, թե որքան արագ կարելի է փաստաթղթեր ձևակերպել, եթե մաման լինի։ Չկարողանա արարքել։ Մենեջերը պատասխանում է. մեր մասնագետները գիտեն համոզել, իսկ դեղերը կօգնեն հանգստացնել սթրեսը։ Անին պատասխանում է սմայլիկով։ Սմայլիկով։ Ես փակեցի թղթապանակը։ Այդ պահին մեռավ ոչ թե ես։ Այդ պահին մեռավ իմ աղջիկը։ Այն Անին, ում հիշում էի աղեղներով աղջիկը, կնսպեկտներով ուսանողուհին, անհետացավ։ Մնաց մի էակ, պատրաստ մորը սպանել ամուսնու գողի փրկության համար։ Իսկ Տիգրանի հետ ինչ, հարցրի ես, զգալով, թե ինչպես է սառը պարզությունը լցնում խելքս։ Հիմա տեղ չկար կասկածի, տեղ չկար խղճի համար։ Տիգրանը անկյունում մտածող առնետ է, պատասխանեց Պավելը։ Նա չի գողացել 15 միլիոն, նա գողացել է 22-ը, եւ ոչ միայն ընկերությունից։ Նա փոխարել է լուրջ մարդկանցից, պատվավոր խոսքով եւ ապագա ժառանգության գրավով։ Ինչ ժառանգություն, չհասկացա ես։ Ես դեռ ողջ եմ։ Հենց դա է խնդիրը։ Նա բոլորին ասում է, որ դուք մահվան եզրին եք, որ ունեք քաղցկեղի վերջին փուլ, եւ տան հարցը կլուծվի առաջիկա շաբաթներում։ Նա վաճառում է քո մահը, Սոնա Հովանիսյան, արդեն կես տարի։ Ես կանգնեցի ու մոտեցա պատուհանին։ Փողոցում ձյուն էր գալիս, մաքուր, սպիտակ, թաքցնելով ճանապարհների կեղտը։ Բայց ոչ մի ձյուն չէր կարող թաքցնել այն կեղտը, որի մեջ ինձ ընկղմել էին ամենամոտ մարդիկ։ Նշանակում է այդպես, ասացի ես, շրջվելով տղամարդկանց կողմը։ Ոչ ոքի չի կարելի խղճալ, ոչ ոքի չի կարելի փրկել։ Սոնա Հովանիսյան, գուցե անմիջապես ոստիկանությունը, առաջարկեց հետախույզը, նյութերը բավարար են գործ հարուցելու համար, սպանության նախապատրաստություն, խարդախություն։ Ոչ, կտրուկ ասացի ես, ոստիկանությունը երկար է, հետաքննություն, դատարաններ, փաստաբաններ։ Նրանք կվարձեն պաշտպանություն, կստեն, կխուսափեն։ Տիգրանը կարող է փախչել։ Անին կճնշի խղճիս վրա, կասի, որ ստիպել են։ Մոտեցա սեղանին ու ափով հարվածեցի թղթապանակին։ Ես ուզում եմ, որ նրանք իրենք ոչնչացնեն իրենց, հանրայնորեն, որպեսի այս քաղաքի յուրաքանչյուր մարդ իմանա, թե ովքեր են նրանք, որպեսի ոչ մի բանկ, ոչ մի գործատու, ոչ մի հարևան այլևս ձեռք չտա նրանց։ Բայց ինչպես։ Ինձ պետք է վերադառնալ, ինձ պետք է գտնել եւս մեկ ապացույց, անձնական, որը կկապի Անին ձեռքերով եւ ոտքերով, որպեսի նա չկարողանա ամեն ինչ գցել ամուսնու վրա։ Նույն օրը երեկոյան ես հին վերարկուով, մազերս խառնաշփոթ, վերադարձա տուն։ Մտա դարպասով, որը հատուկ բաց էի թողել։ Բակը եծված էր աղբով, տուփեր, պայուսակներ։ Նրանք իսկապես սկսել էին մաքրումը։ Անցա դեպի աղբարքրերը, ավտոթնակի մոտ։ Վերևում պառկած էր սև պայուսակ, կողքից պատրված։ Դրանից դուրս էր ցցված հին տետրի կողը։ Ես ճանաչեցի այն։ Սա Անիի օրագիրն էր։ Նա գրում էր այն ինստիտուտից։ Վարդագույն շապիկը կատվիկներով հիմակեղտոտ ու ծալված էր։ Տիգրանը հավանաբար դուրս էր շպրտել ամեն ինչ պահարաններից, առանց նայելու։ Ես հանեցի տետրը։ Ձեռքերս դողում էին ցրտից, բայց բացեցի վերջին լրացված էջը, ամսաթիվը, օկտեմբերի 15-ը։ Տիգրանն ասում է, որ ելք չկա, եթե փող չգտնենք, կսպանեն կամ կբանդարկեն։ Ես չեմ կարող դա թույլ տալ։ Նա իմ կյանքն է։ Մաման իրեն է ապրել է։ Նա ամեն դեպքում մենակ է։ Նրան ոչինչ պետք չէ։ Տունը մեծ է, դատարկ։ Ինչին է նրան։ Իսկ մեզ կփրկի։ Տիգրանը գտել է տեղ։ Ասում է այնտեղ լավ է։ Ինչ կարևոր է, որ առանց լիցենզիայի։ Գլխավորն այն է, որ հանգիստ լինի։ Ես պարզապես կստորագրեմ թղթերը։ Ես պարզապես կփակեմ աչքերս։ Ներիր մամ։ Բայց ես ընտրում եմ մեզ։ Ես փակեցի օրագիրը ու խրեցի կրծքիս տակ։ Նա ընտրում էր մեզ։ Նա ընտրում էր գողին ու ստախոսին, զոհաբերելով այն, ով նրան կյանք էր տվել։ Նա ոչ թե հանգամանքների զոհ է, նա համախոհ է։ Նա նախաձեռնողն է։ Ես պարզապես կփակեմ աչքերս։ Դե աղջիկս, հիմա ես կբացեմ քո աչքերը, եւ դու կտեսնես ամեն ինչ։ Մոտեցա մուտքի դռանը ու սեղմեցի զանգակը։ Երկար, պահանջկոտ զանգ։ Դուռը բացվեց։ Դրան շեմին կանգնած էր Անին, տնային խալաթով, գինու բաժակը ձեռքին։ Ինձ տեսնելով գունատվեց։ Բաժակը սահեց մատներից ու կոտրվեց կաթսայի վրա, դառնալով կտոր-կտոր։
Մամ, շշնջաց նա, դու ողջ ես։ Նրա ձայնում ուրախություն չկար, կար սարսափ ու հիասթափություն։ Նայեցի նրան, նրա վախեցած դեմքին, ոտքերի մոտ տարածվող գինու բծին, որը նման էր արյան։ Ողջ եմ աղջիկս, ասացի ես ձայնով, որում ոչ մի կաթիլ ջերմություն չկար, եւ ես վերադարձել եմ տուն։ Նրա թիկունքում հայտնվեց Տիգրանը, դեմքը խեղաթյուրվեց զայրույթից։ Եկել ես, մրմնջաց նա, դե անցիր, սպասել ենք քեզ։ Ես քայլեցի շեմի վրայով ուղիղ կոտրված ապակու վրա ոտք դնելով, ապակու ճրջռոցը հնչեց ինչպես կրակոց։ Մտա տուն, որը այլևս իմ ապաստանը չէր, այն դարձել էր մարտի դաշտ, եւ ես չէի պատրաստվում պարտվել։ Մտա հյուրասենյակ ոտքերս շորորելով ու մի քիչ կռացած։ Իմ տեսքը ողբերգական էր, խառնաշփոթ մոխրագույն մազեր, վերարկու, որը սխալ կոճակներով էր փակված, թափառող հայացք։ Ես խաղում էի կորցրած ծերուհու դերը, որին նրանք այդքան ուզում էին տեսնել, բայց այդ կերպարի տակ իմ խելքը աշխատում էր հստակ, ինչպես ժամացույցի մեխանիզմի ռումբ, որը ես պատրաստվում էի դնել նրանց պլանների տակ։ Տիգրանն ու Անին նայեցին իրար, նրանց աչքերում բռնկվեց հույս։ Նրանք տեսան ոչ թե մորը, ով վերադարձել է տուն, այլ խնդիր, որը վերադարձել է լուծվելու համար։ Մամ, Անին նետվեց ինձ վրա ձեռքերը բացած, արցունքները ցայտեցին աչքերից այնպես արագ, կարծես ջրահան էր միացրել։ Որտեղ էիր։ Մենք խելագարվել էինք, արդեն ոստիկանություն էինք զանգել, հիվանդանոցներ։ Սուտ։ Պավելը ստուգում էր ամեն 3 ժամը 1, ոչ ոք ինձ չէր փնտրում։ Թույլ տվեցի նրան գրկել ինձ, նրա գրկախառնությունները խեղդող էին, կեղծ։ Նա հոտ էր գալիս թանկատոկոսոցանելիքից ու վախից։ Ես զբոսնում էի, մրմնջացի դողացող ձայնով, կորցրի ճանապարհը, քաղաքում այդքան աղմուկ է, գլուխս պտտվում է։ Տիգրանը մոտեցավ պատկերելով հոգատարություն, վերցրեց ինձ արմունքից, բայց մատները չափից ամուր սեղմվեցին, ստուգելով թե արդյոք կդիմադրեմ։ Դե փառք Աստծո, Սոնա Հովհաննիսյան։ Ձայնը մեղրագույն էր, բայց աչքերը մնում էին սառը ու գնահատող։ Նստիր, պետք է տաքանաս։ Անի, թեյ լցրու մամային։ Նստեցրին ինձ աթոռին։ Անին շրջում էր շուրջս, վերմակը ծալելով։ Մամ, ներիր մեզ այդ երեկոյի համար, սկսեց նա նստելով ոտքերիս մոտ։ Մենք նյարդերի վրա էինք։ Տիգրանը հոգնած էր աշխատանքից, ես էլ։ Չէինք ուզում վիրավորել քեզ, իհարկե ոչ մի ձերանոց։ Մենք պարզապես ուզում էինք, ինչպես ավելի լավ լինի, որ դու հանգստանաս։ Այո, ընդունեց Տիգրանը։ Մենք չափից դուրս գնացինք։ Մենք սիրում ենք ձեզ, մամ։ Դուք մեր ընտանիքի հիմքն եք։ Նայում էի նրանց եւ զգում էի սրտխառնոց, բայց արտաքինից միայն թույլ ժպտացի ու շոյեցի Անիի գլուխը։ Գիտեմ աղջիկս, գիտեմ, ծերացել եմ, հիմարացել եմ, ամեն ինչ մոռանում եմ, ամեն ինչ խառնում եմ։ Գուցե դուք ճիշտ էիք։ Գուցե իսկապես ժամանակն է հանգստանալու։ Տիգրանի աչքերը գիշատիչ փայլեցին։ Ինչ եք ասում, բացականչեց նա։ Տանը ավելի լավ է։ Պարզապես պետք է կարգավորենք որոշ ձևականություններ, որպեսզի բոլորը հանգիստ լինեն։ Ձևակերպումներ, կրկնեցի ես, պատկերելով չհասկացողություն։ Այո, փաստաթղթեր։ Անին սխմեց իմ ձեռքը։ Մամ, հիշում ես խոսում էինք Տիգրանի բիզնեսը ընդլայնելու մասին։ Մեզ պետք է փոքր վարկ։ Բանկը պահանջում է քո համաձայնությունը որպես սեփականադիրոջ։ Պարզապես ստորագրություն, եւ մենք կկարողանանք վերանորոգում անել, քեզ համար խնամակալ վարձել, որպեսզի չհոգնես։ Նա սուտում էր դեմքիս, ուղիղ աչքերիս մեջ նայելով։ Նա վաճառում էր ինձ, դավաճանությունը փաթաթելով հոգատարության թղթի մեջ։ Վարկ, մտածկոտ ասացի ես։ Դե եթե դա ընտանիքի համար է, եթե դա երջանկության համար է, կստորագրեմ։ Նրանք միաժամանակ շունչ քաշեցին։ Սենյակում կախված լարվածությունը թուլացավ։ Երբ, արագ հարցրեց Տիգրանը։ Եկեք Սուրբ Ծննդին, ասացի ես։ Կհավաքվենք սեղանի շուրջ, հյուրեր կհրավիրենք։ Ուզում եմ, որ ամեն ինչ մարդկային լինի։ Տոն է դեռևս։ Իհարկե, մամ, գլխով արեց Անին։ Ինչպես ասես, գլխավորը որ դու առողջ լինես։ Միայն թե խնդիր կա։ Դադար արեցի, դիտելով նրանց արձագանքը։ Անձնագիրս կորցրել եմ։ Կարծես կայարանում կամ ավտոբուսում, չեմ հիշում։ Տիգրանի դեմքը մոխրագույն դարձավ։ Ինչպես կորցրիր։ Ընդհանուր, հարաճեցի ես։ Պայուսակը բացեցի եւ այն ընկավ։ Հավանաբար առանց անձնագրի նոտարուսը չի հաստատի գործարքը։ Առանց անձնագրի բանկը գումար չի տա։ Ես նրանց ոսկոր նետեցի, տեսնելու թե ինչպես կկրցեն այն։ Չէ, շշնջաց Տիգրանը շրջվելով։ Սա խնդիր է։ Ոչինչ, միջամտեց Անին նյարդային շփելով խալաթի եզրը։ Մենք կվերականգնենք, հայտարարություն կներկայացնենք։ Մինչև 6-ը չենք հասցնի, գոռաց Տիգրանը, մոռանալով սիրող Փեսայի դերը։ Տոներն ամեն ինչ փակ է։ Դե մի գոռա, կծկվեցի աթոռում։ Գուցե գտնվի։ Գնացեք հանգստացեք, մամ, կտրուկ ասաց Տիգրանը։ Մենք ինչ-որ բան կմտածենք։ Ես բարձրացա իմ սենյակը։ Առաջին հերթին ստուգեցի թաքստոցները։ Դիկտաֆոնը, որ Պավելը տվել էր ինձ, փոքրիկ ֆլեշի չափի։ Ես թաքցրել էի դեռ ցերեկը, երբ անընկատ մտել էի տուն հետևի դռնով, մինչ նրանք խանութում էին։ Այն դրած էր խոհանոցի վերին դարակում, հացահատիկի բանկայի հետևում, այնտեղ, որտեղ նրանք երբեք չէին մաքրում։
Երկրորդը սոսնձել էի ժապավենով ճաշասեղանի ստորին մակերեսին։ Պարկեցի անկողնում, բայց քնելու մտադրություն չունեի։ Գիտեի, որ իսկական գործողությունները կսկսվեն գիշերը։ Մոտավորապես ժամը 2-ին լսեցի քայլեր, հանգիստ, գողի պես, ձայները գալիս էին խոհանոցից։ Հագահողաթափերը ու անշշուկիչ աստիճաններով, կանգ առնելով միջանցքի ստվերում։ Խոհանոցի դուռը մի փոքր բաց էր, լույսը վառ էր միայն օդափոխիչի վերևում։ Տիգրանը նստած էր սեղանի մոտ շրջապատված թղթերով, նրա առջև պառկած էին սկաներն ու նոթբուքը։ Անին կանգնած էր կողքին, նյարդային կծելով եղունգները։ Համոզված ես, որ կստացվի, շշնջաց նա։ Կստացվի, կծու պատասխանեց Տիգրանը։ Իմ մոտ կա նրա հին անձնագրի սկանը, որը վիզայի համար էին քարել, եւ կա բլանկ, մաքուր բլանկ, ապահովության ծառայությունից տղաներից գողացած։ Որակը չի տարբերվի, բայց սա փաստաթղթերի կեղծում է Տիգրան, սա հոդված է, իսկ այնինչ մենք անում ենք ոչ։ Նա բարձրացրեց կարմիր անքուն աչքերը նրա վրա։ Անի, մենք ընտրություն չունենք, կամ կբանտարկեն ինձ, կամ կթաղեն։ Ինձ պետք է այդ ստորագրությունը 6-ին եւ պետք է անձնագիրը։ Իսկ նոտարուսը նա կնկատի։ Նոտարուսը իմն է, դասավորվել եմ։ Նրան թքած է իրական անձնագիրը թե նկարված։ Գլխավորն այն է, որ շարքն ու համարը համընկնեն ռեեստրի հետ։ Նա կհաստատի։ Կանգնած էի մթության մեջ եւ զգում էի, թե ինչպես է սառնությունը վազում մեջքիս վրայով։ Նրանք չէին պատրաստվում փնտրել իմ անձնագիրը։ Նրանք պատրաստվում էին կեղծիք պատրաստել հենց այստեղ, իմ խոհանոցուն, օգտագործելով սարքավորում գնված իմ փողերով։ Լավ, արտաշնչեց Անին։ Ենթադրենք կստորագրի, բայց հետո հիշի, կհասկանա, որ տունն այլևս մերն չէ։ Նա կսկսի բողոքել հարևաններին, կգնա ոստիկանություն։ Տիգրանը սառեց։ Նա մի կողմ դրեց սկալպելը, որով կտրում էր լուսանկարը։ Չի հասցնի, հանգիստ ասաց նա։ Ինչ նկատի ունես։ Ոսկե աշունը պատրաստ է ընդունել նրան նույնիսկ հունվարի 7-ի գիշերը։ Մեքենան կգա անմիջապես ընթրիքից հետո, բայց նա կարող է սկանդալ կազմակերպել, կսկսի կորալ, չի սկսի։ Տիգրանը գրպանից հանեց փոքրիկ շիշ։ Ընթրիքին թեյի մեջ կավելացնեմ սա։ Նա կքնի։ Հյուրերին կասենք, որ մաման վատ է, տարիքը, ճնշումը, եւ կտանենք քնացնենք։ Իսկ եթե ճանապարհին արթնանա, Անիի ձայնը դողում էր։ Տիգրանը երկար ծանր նայեց կնոջը։ Անի, դու հասկանում ես, որ ձերանոցում այդպիսիք երկար չեն ապրում, 1-2 ամիս, սիրտը թույլ է։ Անին լռեց, տեսնում էի նրա պրոֆիլը։ Նա պայքարում էր իր հետ, բայց պայքարը երկար չտևեց։ Իսկ եթե չստորագրի, հանկարծ հարցրեց նա։ Եթե ինչ-որ բան կասկածի, հանկարծ այդքան էլ կորցրած չէ։ Այդ դեպքում Տիգրանը իջեցրեց ձայնը, բայց գիշերային լռության մեջ լսում էի յուրաքանչյուր բառը։ Այդ դեպքում մենք չենք տանի նրան ձերանոց։ Իսկ ուր։ Անտառ, Անի, անտառ, ձմեր, ցուրտ, ձեր կինը գնաց սպոսնելու եւ սառեց, անբախտ պատահար, ոչ ոք չի փնտրի։ Անին աղաչեց ու ձեռքը բերանին սեղմեց։ Դու լուրջ ես։ Իսկ դու ուրիշ պլան ունես, կոշտ հարցրեց նա։ Ուզում ես փողոցում մնալ, պարտքերով, ամուսինդ բանտում։ Անին դանդաղ իջեցրեց ձեռքը, դեմքը կարծրացավ։ Ոչ, ասաց նա վճռականորեն, չեմ ուզում, այդ դեպքում մի ողբա։ Հենց որ 6-ին ստորագրի թղթերը կգործենք ըստ հանգամանքների։ Եթե ամեն ինչ հարթ է, ձերանոց, եթե սկսի դիմադրել, անտառ, ինքներս կտանենք։ Լավ, գլխով արեց իմ աղջիկը, լավ, ես հետ քաշվեցի մթության մեջ։ Սիրտս բաբախում էր հավասար, ծանր, ինչպես մուրջ։ Ես ձայնագրել էի դա, յուրաքանչյուր բառը, նրանց դավադրությունը, սպանության պատրաստակամությունը։ Վերադարձա սենյակս ու պառկեցի։ Հիմա ամեն ինչ գիտեի։ Իմ աղջիկը պատրաստ էր ոչ միայն դավաճանել ինձ, նա պատրաստ էր դառնալ իմ սպանողը։ Թեստն անցած է, արդյունքը բացասական, հիվանդը անհույս է։ Պառկած էի ու նայում առաստաղին։ Վախ չկար, կար միայն սառցե վճռականություն։ Հունվարի 6-ը, Սուրբ Ծնունդ, Սուրբ տոն։ Նրանց համար սա դատաստանի օր կլինի, եւ ես կլինեմ նրանց դատավորը։ Հունվարի 6-ի առավոտը սկսվեց խմորի հոտով։ Ես արթնացա արշալույսին, ինչպես տասնամյակներ շարունակ անում էի, խմորեցի խմորը։ Խավում էի իդեալական մոր եւ տանտիրուհու տերը, ստեղծելով դեկորացիաներ վերջին ակտի համար։ Տիգրանն ու Անին երկար քնեցին, վստահ, որ այսօրվա գլխավոր սցենարիստները իրենք են։ Բայց սցենարը արդեն վերաշարադրված էր իմ կողմից։ Մինչ խմորը բարձրանում էր, ուղարկեցի Պավելին կոդային հաղորդագրություն։ Հնդկահավը ջեռոցում է։ Դա նշանակում էր սկսում ենք։ Պավելը անթերի աշխատեց։ Դեռ 3 նա կապ էր հաստատել մարզային նոտարական պալատի եւ այն բանկի անվտանգության ծառայության հետ, որի կեղծ նամակը գտել էի։ Նա տրամադրել էր ամեն ինչ՝ կեղծ վստահության սկանները,
Գիշերային խոսակցության ձայնագրությունը, ձախ նոտարուսի տվյալները, բանկը զայրացած էր։ Ոչ ոք չի սիրում, երբ իրենց օգտագործում են խարդախ սխեմաներում։ Նրանք համաձայնեցին խաղալ։ Կեսօրին տունը սկսեց լցվել մարդկանցով։ Ես պնդել էի, որ հյուրեր հրավիրենք։ Անի, ասացի առավոտյան, երբ աղջիկս քնկոտ ու նյարդային իջավ խոհանոց։ Քանի որ ներողամտություն ենք տոնում, եկեք հրավիրենք հորաքույր Վարդուշին եւ Գայանեին ամուսնու հետ ու Հովանեսին։ Թող տեսնեն, որ մենք խաղաղություն ու ներդաշնակություն ունենք։ Անին դեմքը խոժորեց։ Մամ, ինչի՞ դե ամբողը։ Մենք ուզում էինք ընտանեկան։ Հենց դա էլ ընտանիք է, ձեռքերս բացեցի ես։ Հորդ քույրը, հարգված մարդ, հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Հովանեսը նախկին դատախազ։ Արդեն բոլորին զանգել եմ, ժամը 5-ին կգան։ Դատախազի հիշատակմանը Անին գունատվեց, բայց չվիճեց։ Հրավերը չեղարկելը կասկածելի կլիներ։ Բացի այդ Տիգրանը շշնջաց նրան. «Թող գան, վկաները մեզ չխանգարի»։ Բոլորի առջև կստորագրի, հետո չի կարողանա ասել, որ իր խելքը չէր։ Հիմարներ։ Նրանք կարծում էին, որ վկաները իրենց են պետք։ Օրվա ժամը 2-ի սահմաններում եկավ մատուցողը։ Երիտասարդ տղան սպիտակ վերնաշապիկով ու ժիլետով ներկայացավ որպես Դավիթ։ Մտածեցի, ինձ համար ծանր կլինի մենակ սեղան գցել, բացատրեցի փեսային։ Ահա, գործակալությունից օգնական են վարձել։ Տիգրանը միայն ձեռքով արեց, հեռախոսում ներգրավված լինելով։ Նա չգիտեր, որ Դավիթը Պավելի ընկերության ավագ իրավաբանն է, եւ որ ժիլետի կրծքի գրպանում աշխատում է պրոֆեսիոնալ տեսախցիկ, ֆիքսելով յուրաքանչյուր շարժումն ու յուրաքանչյուր բառը։ Շարժվում էի խոհանոցում հանգիստ ու չափավոր, բայց ներսում ամեն ինչ լարվածությունից զնգում էր։ Արդեն հանել էի ամեն արժեքավորը։ Իմ զարդերը, հին լուսանկարների ալբոմները, ամուսնուս պարգևները։ Ամեն ինչ երեք անցել էր Պավելի վարձած պահարան։ Տանը մնացել էին միայն դեկորացիաները։ Այս տունը, որը ես կառուցել էի քարարքար, այսօր կդադարի լինել իմը, եւ նրանցը նույնպես։ Ժամը 5-ին հավաքվեցին հյուրերը։ Վարդուշը կանգուն կին բարձր ձայնով համբուրեց ինձ ու Անիին. «Սոնա, դու ծաղկում ես, իսկ ասում էին հիվանդացել ես, ինչ ես ասում», ժպտացի ես։ Պարզապես մի քիչ հոգնել եմ, բայց այսօր այդպիսի օր է, ամեն ինչ պետք է կատարյալ լինի։ Գայանեն եկավ ամուսնու հետ եւ հանդիպելով իմ հայացքին հազիվ նկատելի գլխով արեց։ Նա գիտեր, որ այսօր ներկայացում է լինելու, բայց չգիտեր ավարտը։ Նստեցինք սեղանի շուրջ։ Հնդկահավը, աղցանները, բյուրեղյա ապակիները, ամեն ինչ փայլում էր։ Տիգրանը գինի էր լցնում, փորձելով թվալ հյուրընկալ տանտեր, բայց ես տեսնում էի, թե ինչպես էին վազում նրա աչքերը։ Նա անընդհատ նայում էր ժամացույցին։ Ժամանակը մոտենում էր։ Դե, ընտանիքի համար, հայտարարեց նա տոստ բարձրացնելով բաժակը, որպեսզի միշտ աջակցենք միմյանց, որպեսզի ծերերին պատիվ լինի, իսկ երիտասարդներին ճանապարհ։ Ընտանիքի համար հյուրերը հնչեցին արձագանքով։ Ես խմեցի գինուց մի կում, այն թված թթու։ Հանկարծ Տիգրանի հեռախոսը, որը սեղանի վրա էր, զնգաց։ Նա վերցրեց այն, կարդաց հաղորդագրությունը եւ դեմքին տարածվեց ինքնագոհ շպիտ։ «Ներեցեք», ասաց նա, «կարևոր գործնական հաղորդագրություն»։ Ցույց տվեց էկրանը Անիին։ Ես նստած էի հակառակ կողմում եւ չէի տեսնում տեքստը, բայց գիտեի, թե ինչ էր գրված այնտեղ։ Սա բանկ գործընկերոջ հաղորդագրություն էր, իրականում բանկի անվտանգության ծառայությունից, որը կոորդինացվում էր Պավելի կողմից։ Վարկի փաստաթղթերը պատրաստ են, սպասում ենք վարկառուի եւ գրավատուի էլեկտրոնային հաստատմանը, միջոցները արգելափակված են։ Տիգրանը որոշեց, որ ձուկը կծել է։ Նա կարծում էր, որ համակարգը աշխատել է, որ իր կեղծ նոտարուսն արդեն բեռնել է տվյալները, եւ մնացել է միայն իմ ստորագրությունը թղթի վրա ստանալ, հյուրերի առջև գործարքը ֆորմալ փակելու համար։ Իդեպ գործերի մասին։ Տիգրանը կանգնեց հանելով պորտֆելից, որը նախատեսվածորեն դրել էր աթոռի կողքին թղթապանակը։ Քանի որ բոլորս այստեղ ենք հավաքվել, մենք ունենք ուրախ նորություն։ Մենք Անիի հետ որոշել ենք ընդլայնել բիզնեսը, եւ Սոնա Հովանեսյանը բարիհաճությամբ համաձայնվել է օգնել մեզ, դառնալ այսպես ասած ներդրող։ Հյուրերը լռեցին։ Վարդուշը զարնացած բարձրացրեց հոնքերը։ Ներդրող Սոնա։ Այո, Տիգրանը վստահորեն շարունակեց։ Մաման համաձայնություն է տալիս տան օգտագործմանը որպես ակտիվ, սկզբնական կապիտալ ստանալու համար։ Ձևականություն է իհարկե, բայց պահանջում է ստորագրություն։ Նա դրեց իմ առջև թղթերը։ Վերևում գեղեցիկ թերթեր գրավատուի համաձայնության վերնագրով։ Ներքևում ես գիտեի թաքնված էին այդ կաբալային պայմանները եւ նվիրատվության պայմանագիրը, քողարկված ապահովագրության տակ։ Մամ, ստորագրիր, մինչև դաքը չսարճի, քաղցր ասաց Անին ինձ ձեռք տալով գրիչը, եւ շարունակենք տոնել։ Ես վերցրի գրիչը, պատտեցի մատներիս մեջ։ Սենյակում քախվեց լռություն։ Լսվում էր միայն անկյունում հին ժամացույցի տկտկոցը։ Նայեցի Տիգրանին։
Նրա աչքերում կարդացվում էր անհամբերություն եւ հաղթանակ։ Նա արդեն ծախսում էր այդ փողերը։ Նա արդեն տեսնում էր իրեն պարտքերից ազատ։ Նայեցի Անիին, նրա հայացքում կար աղաչանք եւ վախ։ Ստորագրիր եւ մենք քեզ կտանենք անտառ, հիշեցի նրա գիշերային խոսքերը։ Իհարկե, բարձր ասացի ես, կստորագրեմ, ես մայր եմ, պետք է օգնեմ երեխաներիս։ Գրիչը մոտեցրի թղթին, Տիգրանը առաջ թեքվեց, շունչը պահած։ Դավիթը մատուցողը մի քայլ մոտեցավ ծառայակը ճշգրիտ շտկելով, որպեսի տեսախցիկը խոշոր պլանով ֆիքսի փաստաթուղթը։ Բայց ստորագրության փոխարեն ես դանդաղ հստակ սկսեցի բարձրաձայն կարդալ տեքստը։ Ես Սոնա Հովանիսյան, գտնվելով առողջ խելքի եւ ամուր հիշողության մեջ, կամովի փոխանցում եմ սեփականության իրավունքը բնակելի տան եւ հողամասի վրա, քաղաքացի Անիին, անհատույց։ Բարձրացրի աչքերս Տիգրանի վրա։ Տարօրինակ է Տիգրան, դու ասացիր սա բանկի գրավ է, իսկ այստեղ գրված է նվիրատվություն։ Ժպիտը սահեց նրա դեմքից։ Մամ, սրանք իրավական նրբություններ են, այդպես ավելի հեշտ է վարք ձևակերպել, եթե սեփականատերը Անին է։ Ստորագրիր, մի հետաձգիր հյուրերին։ Իսկ ահա այստեղ մանր տարերով, շարունակեցի ես, էջը շրջելով, պարտավորվում եմ ազատել բնակելի տարածքը ստորագրությունից հետո 3 օրվա ընթացքում։ Հյուրերը աղմկեցին։ Տիգրան, սա ինչ է նշանակում, հարցրեց Վարդուշը խոժորվելով։ Ուր պետք է ազատի Սոնան տարածքը։ Սա ստանդարտ ձև է, գոռաց Տիգրանը կորցնելով ինքնատիրապետումը։ Ոչ ոքի չի վտարում։ Մամ, ստորագրիր։ Նա ձգվեց դեպի իմ ձեռքը, փորձելով ճնշել։ Այդ պահին ես հետ քաշեցի ձեռքս եւ կանգնեցի։ Իմ ձայնը, որը մինչ այդ հանգիստ եւ դողացող էր, զնգաց պողպատով։ Ես չեմ ստորագրի սա Տիգրան, որովհետեւ գիտեմ, թե ինչ փաստաթղթեր են սրանք։ Գիտեմ, թե ինչ էիք պատրաստվում անել ինձ հետ, երբ ստորագրեմ։ Ինչ անհեթեթություն, ջջաց Անին։ Մամ, դու հարբած ես։ Քեզ հարցակում է եղել։ Ոչ, աղջիկս, ես բացարձակ սթափեմ։ Գրպանից հանեցի փոքրիկ սև դիկտաֆոնը։ Իսկ հիմա, հարգելի հյուրեր, լսեք, թե ինչ տոն էին պատրաստում ինձ իմ երեխաները։ Սեղմեցի վերարտադրության կոճակը։ Հյուրասենյակի լռության մեջ հնչեց Տիգրանի ձայնը, գիշերով ձայնագրված։ Հենց որ վեցին ստորագրի թղթերը կգործենք ըստ հանգամանքների։ Եթե սկսի դիմադրել, անտառ, ինքներս կտանենք։ Դեմքերը ձգվեցին։ Վարդուշը բռնեց սիրտը։ Հովանեսը նախկին դատախազը դանդաղ կանգնեց, դեմքը կարմրեց զայրույթից։ Տիգրանը սառեց, ինչպես կայծակով հարվածված։ Անին ձեռքերով ծածկեց դեմքը։ Թակարդը փակվեց։ Ձայնագրությունն ավարտվեց, բայց Տիգրանի ձայնը անտառ, ինքներս կտանենք, դեռ կախված էր օդում, ինչպես թունավոր ամպ։ Հյուրասենյակում այնպիսի լռություն էր, որ լսվում էր սեղանի մոմի ճռճռոցը։ Բոլոր հայացքները կպած էին Տիգրանին եւ Անիին։ Հորաքույր Վարդուշը նայում էր զարմուհուն, կարծես առաջին անգամ տեսնելով։ Հովանեսը դանդաղ սեղմում էր բռունցքները։ Սա մոնտաժ է, առաջինը խախտեց լռությունը Անին։ Ձայնը կոտրվեց ճիչի։ Ինչ եք հավատում եք նրան։ Նա խելագար է, նրան դեմենցիա է, նա ամեն ինչ հորինել է, կտրել է ինչ-որ ֆիլմերից։ Նա թրավ աթորից, շրջելով բաժակը։ Կարմիր գինին տարածվեց սպիտակ սփռոցի վրա, ինչպես արյամբից։ Մաման հիվանդ է, գոռում էր նա, շուրջը նայելով հյուրերին, աջակցություն փնտրելով։ Մենք ուզում էինք բուժել նրան, մենք հոգ էինք տանում նրա մասին, իսկ նա ուզում է մեզ ամոթահարել։ Տիգրան, ասա նրանց։ Տիգրանը սպիտակեցած ինչպես կտոր, փորձեց իրեն ձեռք բերել։ Նա հասկացավ, որ ձայնագրությունը ժխտելը անիմաստ է եւ որոշեց գնալ հարձակման։ Սոնա Հովանիսյան, ատամների միջից ասաց նա, քայլ անելով դեպի ինձ։ Աչքերը նեղացան դառնալով ճեղքեր։ Դուք չափից դուրս խաղացիք։ Դուք չեք հասկանում, թե ինչ եք անում։ Դուք հիմա քանդում եք ընտանիքը։ Տվեք դիկտաֆոնը եւ ստորագրեք թղթերը։ Լավությամբ։ Ձայնում հնչեց բացահայտ սպառնալիք։ Նա այլևս չէր ձևացնում։ Դիմակը ընկավ, բացահայտելով գազանային ժպիտը։ Իսկ եթե ոչ, Տիգրան, հանգիստ հարցրի ես, ոչ մի քայլ հետ չանելով։ Հիմա ինձ կտանես անտառ, վկաների առջև։ Դու ծեր հիմար կին ես, գոռաց նա կորցնելով վերահսկողությունը։ Դու կարծում ես դու ամենախելացին ես։ Դու ոչ ոք ես։ Այս տունը իմն է։ Ես եմ տանտերը։ Ես եմ որոշում ամեն ինչ։ Նա նետվեց դեպի ինձ սեղանի վերայով, ձեռքերը մեկնելով դիկտաֆոնը խլելու կամ գուցե հարվածելու համար։ Հյուրերը ահաբեկվեցին։ Վարդուշը ճչաց, բայց նա չհասավ։ Հյուրասենյակի դուռը բացվեց եւ շեմին հայտնվեց Պավելը։ Նրա հետևում կանգնած էին 2 ոստիկաններ, համազգեստով։ Ոչ ոք ոչինչ չի որոշում, քաղաքացի Կարապետյան, բացի օրենքից, բարձր ասաց Պավելը։ Տիգրանը սառեց,
անհեթեթ կերպով կախված սեղանի վրա ձեռքերը մեկնած։ Շրջվեց եւ տեսավ ոստիկաններին։ Նրա աչքերում փայլեց կենթանական վախ։ Սա ինչ է, խրպոտ ասաց նա։ Ինչ ցիրկ է սա։ Սա ցիրկ չէ, Տիգրան, ասաց Պավելը մտնելով սենյակ եւ սեղանին ննելով թղթապանակ պետական գնիքով։ Սա քրեական գործ հարուցելու որոշումն է։ Հոդված 159, մաս 4, խարդախություն առանձնապես խոշոր չափերով, և հոդված 327, փաստաթղթերի կեղծում։ Ինչ կեղծում, ճչաց Անին, մենք ոչինչ չենք կեղծել։ Փորձաքննությունը կցուցադրի, հանգիստ պատասխանեց Պավելը։ Մենք ունենք նոտարուսի հայտարարություն, ում ստորագրությունը փորձել եք կրկնօրինակել։ Մենք ունենք բանկի անվտանգության ծառայության ցուցումքներ, և ունենք ահա սա։ Նա թղթապանակից հանեց թերթ, այդ անձնագրի բլանքը, որը Տիգրանը տպել էր գիշերը։ Գտնված է ձեր մեքենայում 10 րոպե առաջ խուզարկության ժամանակ, բացատրեց Պավելը։ Մինչ դուք այստեղ տոնում էիք, օպերատիվ խումբը աշխատում էր։ Տիգրանը հասկացավ, որ սա վերջն է։ Դեմքը խեղաթյուրվեց հուսահատությունից և զայրույթից։ Նետվեց դեպի սեղանը, խլեց նվիրատվության պայմանագրի թղթապանակը, որը ես այդպես էլ չստորագրեցի, և փորձեց պատրել այն։ Չկա սապացույց, չկա գործ, գոռում էր նա ձգելով խիտ թուղթը։ Հետ քաշվեց դեպի գրակարանը թղթերը գրակի մեջ նետելու համար։ Բայց խուճապի մեջ մոռացել էր գորգի մասին։ Այդ թանկարժեք պարսկական գորգը, որը նա ինքը 3 գլորեր և ամփույթ նետել էր պատի մոտ, նոր կահույքի համար տեղազատելու համար։ Տիգրանի ոտքը կախվեց գորգից, ձեռքերը թափահարեց հավասարակշռությունը պահելու համար, բայց ապարդյուն։ Ամբողջովին ընկավ հետ, գլխի հետևով հարվածելով գրակարանի ցանցին։ Թղթապանակը թռավ նրա ձեռքերից ու փրվեց թերթերի շարավիղով ուղիղ Հովհաննիսի ոտքերի մոտ։ Նախկին դատախազը դանդաղ խոնարհվեց ու բարձրացրեց մեկ թերթը։ Պայմանագիր կյանքի ընթացքում պահպանման և խնամքի մասին։ Բարձրաձայն կարդաց նա։ Հօգուտ ոսկե աշուն։ Նա բարձրացրեց աչքերը Անիի վրա։ Նրա հայացքում այնպիսի արհամարհանք կար, որ նա հետ քաշվեց։ Դու մորթ վաճառեցիր, Անի, հանգիստ հարցրեց նա։ Հայրդ գերեզմանում է շրջվում։ Ես չգիտեի, կակազեց նա, հետընթաց անելով դեպի պատը։ Չգիտեի։ Ես քայլեցի դեպի նա։ Իսկ օրագիրն էլ Տիգրանն է գրել։ Ես պարզապես կփակեմ աչքերս։ Ներիր, մամ, բայց ես ընտրում եմ մեզ։ Անին սառեց։ Նա հասկացավ, որ ես կարդացել եմ օրագիրը, որ ամեն ինչ գիտեմ։ Տիգրանը հառաչում էր հատակին, գլուխը բռնած։ Ոստիկանները մոտեցան նրան ու ձգեցին ոտքի։ Սեղմվեցին կողպեքները։ Դուք ձերբակալված եք, չոր ասաց լեյտենանտը։ Անի, գոռաց Տիգրանը, երբ նրան քաշեցին դեպի ելքը։ Ինչ որ բան արա, զանգիր մեկին, սա սխալ է։ Անին կանգնած էր մեջքով պատին սեղմված և դողում էր։ Հյուրերը լռում էին։ Ոչ ոք նայում չէր նրան խղճով, բոլորը նայում էին ինձ։ Ես կանգնած էի քանդված հյուրասենյակի մեջտեղում, ուղիղ ու հանգիստ։ Չէի զգում հաղթանակ, զգում էի թեթևացում։ Թարախակույտը բացվել էր։ Տարեք նրան, հոգնած ասացի ես։ Երբ դուռը փակվեց ոստիկանների և Տիգրանի հետևից, սենյակում կախվեց ծանր լռություն։ Անին սահեց պատից ներքև ու նստեց հատակին, ձեռքերով ծածկելով դեմքը։ Մամ, շշնջաց նա, հիմա ինչ կլինի, ուր գնամ։ Ինձ մոտ ոչինչ չկա։ Տիգրանը ամեն ինչ պարտվեց։ Նա բարձրացրեց ինձ վրա արդյունքոտ աչքեր, հույս ունենալով, որ մայրական սիրտը կդողա, որ ես, ինչպես միշտ, կգրկեմ, կփրկեմ։ Դու ճիշտ ես, աղջիկս, ասացի ես։ Քեզ մոտ ոչինչ չկա։ Մոտեցա սեղանին ու վերցրի ևս մեկ փաստաթուղթ, որը պառկած էր իմ թղթապանակում։ Միակ իսկական փաստաթուղթն այս երեկոյի համար, այսօր առավոտյան, բարձր ասացի ես, որպեսզի բոլորը լսեն։ Ես վաճառել եմ այս տունը։ Անին աղաղակեց. Ինչ, ում, դու չէիր կարող։ Կարող էի և արեցի։ Գնորդը մարզային պատմական ընկերությունը։ Նրանք վաղուց էին փնտրում շենք թանգարանի համար, վաճառական կյանքի համար։ Այս տունը իդեալականորեն համապատասխանում է։ Բայց մենք, իսկ ես, Անին նայում էր ինձ սարսափով։ Գործարքը փակված է, փողերը փոխանցված են իմ հաշվին,
Պայմանագրի պայմաններով տունը պետք է ազատվի բնակիչներից եւ անձնական իրերից 24 ժամվա ընթացքում։ Նայեցի ժամացույցիս։ Քեզ ժամանակ կա մինչև վաղը կեսօր, Անի։ Վերցրու քո իրերը, վերցրու Տիգրանի իրերը եւ գնա։ Մամ, դու ինձ ծմրանը փողոց ես դուրս շպրտում։ Դու ուզում էիր ինձ տանել անտառ, աղջիկս։ Ես քեզ հնարավորություն եմ տալիս գնալ ճանապարհով։ Դու ձեռքեր ունես, ոտքեր, գլուխ։ Դու երիտասարդ ես, կհաղթահարես։ Հորաքույր, աղաչեց Անին, ասա նրան։ Վարդուշը կանգնեց, շտկեց բաճկոնը եւ նայեց զարմուհուն սառը հայացքով։ Սոնան ճիշտ է, ասաց նա։ Աստված քեզ դատավոր է, Անի, բայց ես քեզ չեմ ուզում ճանաչել։ Հյուրերը սկսեցին ցրտել։ Նրանք անցնում էին Անիի կողքով, կարծես նա դատարկ տեղ էր։ Հովանեսը սեղմեց իմ ձեռքը հրաժեշտին։ Ուժեղ կին ես, Սոնա Հովանիսյան, հարգում եմ։ Ես մնացի հյուրասենյակում մենակ աղջիկաս հետ։ Նա նստած էր հատակին, կոտրված ապակիների եւ թափված կինու մեջ, ջախջախված սեփական ագահությամբ։ Վաղը ժամը 12-ին, Անի, կրկնեցի ես։ Բանալիները կթողնես սեղանիկի վրա։ Շրջվեցի ու գնացի վերև, իմ սենյակը։ Չնայեցի հետ, գիտեի, որ այլևս երբեք չեմ տեսնի նրան այս տանը։ Եվ գուցե ընդհանրապես երբեք չեմ տեսնի։ Բայց ցավ չկար։ Կար միայն մաքրություն։ Ինչպես վիրահատությունից հետո, երբ հրացրել են ուռուցքը, որը տարիներ շարունակ սպանում էր քեզ։ Ես ազատ էի։ Անցավ 2 շաբաթ։ Նստած եմ փոքրիկ կոթեջի ապակեպատ վերանդայում։ Այն կանգնած է բլրի վրա։ Եվ պանորամային պատուհաններից բացվում է տեսարան դեպի Սառած լիճը, ծածկված սպիտակ փափուկ ծածկով։ Այս տունը նախկինից 3 անգամ փոքր է, բայց այստեղ օդը 100 անգամ ավելի շատ է։ Այստեղ չկան հնչեղ միջանցքներ, որոնք պահպանում են դավաճանության արձագանքը։ Այստեղ հոտ է գալիս թարմ փայտից եւ սուրճից։ Սեղանիկիս առջև կանգնած է բաժակը։ Նուրբ ոսկրային ճենապակի, սպիտակ ոսկե եզրով։ Այս սպասքը գնել եմ 3 հնաոճ իրերի խանութում, պարզապես որովհետև դուր եկավ։ Ոչ որովհետև ընտանիքան ժառանգություն է, ոչ որովհետև նորաձև է, այլ որովհետև ես ուզեցի։ 3 ինձ զանգահարեց Պավելը։ Հետաքննությունը լիարժեք ընթացքի մեջ է։ Տիգրանը կալանքի տակ է, ցուցմունքներ է տալիս արագ կապիտալի կեղծարների դեմ, փորձելով կրճատել ժամկետը։ Անին չհեռանալու ստորագրությամբ։ Նա ապրում է ինչ-որ ընկերուհու մոտ, աշխատում է սուպերմարկետում կասիրուհի եւ փորձում է մարել վարկային քարտերի պարտքերը։ Նա մեկ անգամ զանգահարեց ինձ օտար համարից, ես չվերցրի արախոսը։ Ես ոչինչ չունեմ ասելու նրան։ Բոլոր խոսքերը ասված են այդ հյուրասենյակում։ Տան վաճառքից ստացված փողերի մի մասը փոխանցել եմ Նարեի հաշվին։ Վճարել եմ նրա համալսարանի կիսամյակը։ Սա ոչ թե բարեգործություն է, այլ ներդրում մարդու մեջ, ով չանցավ կողքով օտարի դժվարությունից։ Խմում եմ թեյի կում, տաք, բերգամոտով, համեղ է։ Առաջին անգամ 20 տարվա ընթացքում ոչ ոքի ոչինչ պարտք չեմ։ Ինձ պետք չէ 3-ի համար ճաշ պատրաստել, օտար շապիկներ լվանալ, պահանջներ լսել։ Ես արթնանում եմ, երբ ուզում եմ։ Ես ուտում եմ այն, ինչ սիրում եմ։ Գիրք եմ վերցնում դարագից, հայտնի փաստաբանի հուշերի հատոր, որը գնել եմ 5 տարի առաջ, բայց այդպես էլ չեմ բացել։ Ժամանակ չի եղել։ Հիմա ես ունեմ աշխարհի ամբողջ ժամանակը։ Բացում եմ գիրքը, բայց հայացքս կրկին ուղղվում է պատուհանին։ Ձյունը ընկնում է մեծ փաթիլներով, դանդաղ եւ հանդիսավոր։ Այնտեղ ապակու հետևում ցուրտ է եւ քամի, իսկ այստեղ տաք։ Սեղմում եմ անջատիչը, վերին լույսը մարելով։ Սենյակը ընկղմվում է կիսամթության մեջ, լուսավորված միայն կրակարանի փափուկ ոսկեգույն լույսով։ Կրակը ապարում է վառարանի ապակու հետևում, պատերին նետելով խորհրդավոր ստվերներ։ Նայում եմ լուսնային լույսին, որը լցնում է ձյունապատ դաշտը։ Ես չեմ զգում մենակություն։ Սոնա Հովանիսյան, կին, ով գոյատևեց, կին, ով հաղթեց, թագուհի իր սեփական հանգիստ թագավորությունում։ Հարգելի լսողներ, ահա եւ ավարտվեց Սոնա Հովանիսյանի պատմությունը։ Պատմություն ոչ պարզ, կոշտ, տեղ-տեղ նույնիսկ սարսափելի իր իրատեսականությամբ։ Ի վերջո, քանի այդպիսի պատմություններ են տեղի ունենում մեր շուրջը, բարեկեցիկ տնելի փակ դռների հետևում։
Ինչպես եք կարծում, ճիշտ արեց մեր հերոսուհին։ Ոմանք կասեն, որ չափից շատ դաժան էր սեփական աղջկա հանդեպ։ Ի վերջո մայրը պետք է ներողամիտ լինի, այո, թե կա սահման, որի հետևում ներումը դառնում է չարիքին օժանդակություն։ Սոնա Հովանիսյանը ոչ միայն պաշտպանեց իրեն, նա աղջկան տվեց ամենակոշտ, բայց հնարավոր է ամենաանհրաժեշտ դասը կյանքում։ Իսկ դուք ինչպես կվարվեիք նրա տեղում, կկարողանայիք այդպես սառը արյունով թաքարդ դնել սեփական մարդկանց համար, իմանալով, որ նրանք ձեզ սարսափելի ճակատագիր են պատրաստում։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչ եք մտածում, արժանի էր Անին այդպիսի ավարտի, թե նա ուներ շտկվելու շանս, եթե մայրը նրա հետ այլ կերպ խոսեր։ Եվ կուզենայիք իմանալ, թե ինչպես ստացվեց հերոսների հետագա ճակատագիրը։ Գուցե Նարեի եւ Պավելի պատմությունը արժանի է առանձին պատմության։ Մեզ շատ կարևոր է ձեր կարծիքը։ Եթե այս պատմությունը ձեզ դիպավ, ստիպեց մտածել կամ պարզապես պահեց լարվածության մեջ, խնդրում ենք աջակցել մեր ալիքին լայքով եւ բաժանորդագրությամբ։ Սա օգնում է մեզ ստեղծել ձեզ համար նոր գրավիչ աուդիոգրքեր։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի չկորցնեք նորությունները։ Մաղթում ենք ձեզ ամենալավը։